բան ազգային շահ, չէ, ինչ որ իր մեջ տարեր կան, ինչն է ազգայինը եւ շահը։ Բանա, ինչ որ շատ անգամ մտաբերվող ինչ որ բաներ կան, հա, տնտեսագիտությունը, ինքնությունը, բայց այդ ամեն ինչը ազգայինի մեջ է, որպես բաղադրիչներ, ազգայինի մասին չխոսած առանց դրա ազգային ու ազգայնականություն, որպես ազգայնականություն, որպես արդեն ինչ որ ոնց ասեմ, փիլիսոփայություն, հա, որը համեմատաբար նոր է աշխարհում։ Գաղափարախոսություն։ Հա, բայց ազգային շահը այդ գաղափարն էլ համեմատաբար նոր, ու որ նայես այդ կոնցեպտը էլի չենք ասում, իրար հետ են առաջացել, այսինքն երկուսի ոնց որ բանը, զարգացումը, այդպես զուգահեռ ու իրար հետ փոխկապակցված է։ Դեպի ֆրանսիական հեղափոխությունից հետո մոտավորապես։ Ես մի քիչ լավ չհասկացա ինչ գաղափարախոսությունը։ Չնկատի ազգայնականությունն ու ազգային շահի գաղափարը, կոնցեպտը, երկուսը տենց միաժամանակ իրար հետ փոխկապակցված բաներ են ու իրարից ոնց որ առանձնացնել են, ինձ թվում է։ Ես վերջերս դրա մասին մտածում էլի, որ իսկական շատ է դրա մասին խոսացվել, բայց մեկը այդ շատ հետաքրքիր որ սկսում ես տենց ընկալել, որ շատ երկար ժամանակ դու մենակ sense լոկալ պատկերացում ունեիր աշխարհի մասին։ Այդ դու ստեղ ես, քո շուրջը ինչ կա, էդ է քո աշխարհը։ Ազգային տենց ինչ որ բան, որ մենք sense ինչ որ մեծ երևույթ ենք, որը ինչ որ մի բան է, ինքը տենց շատ նոր մի 300 տարվա պատմություն է։ Ու նույնիսկ տենց շատ մենք տենց փիլիսոփաներ չունենք ազգայնականության մասին խոսացող տենց հայտնի, էլի տենց հայ նկատի ունես թե ընդհանրապես։ Ընդհանրապես աշխարհում տենց շատ բան չկա դրա մասին, էլի։ Դե որպես տեսություն է նոր, առնվազն վերջին 100-ամյակում 200-300 տարի կարանք ասենք։ Դե որ վերջին կոմունիզմը ավելի նոր է, բայց ինքը տենց այդքանը չէ։ Չէ։ Կոմունիզմի մարքսիզմը, sense ասեմ, մարքսիզմը ավելի նոր է, բայց դասական սկիզբը կարանք 48 թիվ կոմունիստական մանիֆեստը դնենք։ Ազգայնականությունը ինձ թվում է կարելի ասել տենց շուտ ավելի մի 50-100 տարի ավելի շուտ է, էլի։ Քան ֆրանսիական հեղափոխությունը ավելի։ Չհաշված, որ ինքը երևի ոչ ձևակերպված, բայց մշտական ուղեկից է ազգերին։ Ինչ ազգայնականությունը։ Հա, մշտական ուղեկից է իրանց ճանապարհին։ Դենց հետո որ չէ։ Բայց ես համաձայն եմ արփի հետ, որ այն մտքով որ ազգը եթե հասկանանք, նախ պետքա մի հատ նորից հետ գնանք, ասենք հասկանանք, օրինակ ես sense հարցում եմ երկուսիդ, մենք ազգային շահ, ինքը այդ կոնցեպտը էլի, ոչ թե ինքն իրանով կա թե չէ, թե ինչ որ մարդիկ են հորինել իշխանությունները եւ այլն։ Չէ, հորինած է։ Ինձ թվում է ձևավորվում է ամեն ժամանակում այդ ժամանակին ու այդ տարածքում պետության մեջ ապրող։ Չեմ ասում, որ ինքը չի փոփոխվում, Հա, ինքը փոփոխվում է, բայց ինքը կա։ Չէ, ազգն է հորինած կոնցեպտ։ Մենք ապրում ենք մի հատ ես դիսկլեյմեր անեմ, հորինած կոնցեպտները իրական բան են։ Փողը հորինած կոնցեպտ է։ Այդ չի նշանակում, որ ինքը ավելի քիչ նշանակություն ունի մեր կյանքում։ Օրինակ Աշոտն է ասում, մենք վատ ենք նայում, բայց ըստ սրա մասին Բենեդիկտ Անդերսոնը 80-ականներին լուրջ գիտնական է, չէ, անկեղծ բան է, հայտնի ստեղծագործող։ Ով է Աշոտը, որ sense բան։ Բենեդիկտը նստեր ասեր, ասեինք հա։ Մեծ տարիքով սպիտակ սամիլյանցի մարդելն է։ Պատկերացրեք, որ մեծ տարիքով սպիտակ մանուշակագույն մայքով բան է, էլի նայողներին են բան անում, որ միանգամից Աշոտին բան չարեն, վատ բաներ չգրեն։ Չէ, բարձր մենք որ պետականությունը ամեն ինչը այդ բան նարատիվներ են, որոնք մենք մեր մասին մեզ պատմում ենք, որ մենք կարողանանք ինչ-որ շարժվենք, որովհետև տենց օբյեկտիվորեն բնության մեջ այդ ոչ մի բանը գոյություն չունի, էլի։ Հենց Անդերսոնի մոտ բան կա, այդ հայտնի ստեղծող աշխատանքը կոչվում է բան imaginative communities, այսինքն հորինված մտածածին համայնքներ, որը հենց ազգին է, այսինքն ազգը ասում է, երբ առաջացել այդ ազգի գաղափարը, երբ որ կոմունիկացիաներն են զարգացել, հիմնականում բանը այդ թերթի տպագրությունը, պրեսան է զարգացել ու գա բանը, այսինքն պետություն ուժեղացել է ու տվել այն գաղափարը, որ այդ տարածքում բնակվող մարդիկ ինչ որ ընդհանուր բան են կիսում, որը այդ ազգի գաղափարն է, այսինքն դրանով հնարավորություն է տրվել այդ մոբիլիզացնելու էլ ազգի թե ժողովրդի ազգի։ Իսկ ազգը ավելի շատ պայմանավորված չի էթնիկ ընդհանրություններով, քան բանա հայկական ընկալման մեջ, ու էլի իմ դաստալուց եմ զգացել, որ այդ բանը կա ամբողջ աշխարհում, երբ որ ասում են ազգ, nation, ընկալում են բանը քաղաքացիական հիմքի վրա, օրինակ ամերիկացին ով է, որ Ամերիկայի քաղաքացիություն ունի, կապ չունի ինքը ինչ էթնոսի է, նույնը ֆրանսիացին, իսկ ինքը կա բան
civic based, էլի Ամերիկացի- քաղաքացիություն։ չկա, որ ասեն ամերիկացին ուրիշ ֆրանսիացի։ տարբերակ էլ չունի։ Չէ, դրա համար ասում եմ ֆրանսիացին, Հա, Ֆրանսիա, հա։ այսինքն ազգայնականությունը ու ազգի գաղափարը։ Հենց սկսում անդեղից, երբ որ քաղաքացիության գաղափարն է Չէ, սկսում։ բայց դες տարբերություն չկա, որ ֆրանսիացիների մոտ չեմ շփվել, չգիտեմ, որ ասեն ֆրանսիացի եւ Ֆրանսիայի ժողովուրդ։ Չէ, ժողովուրդ, էլի եմ ասում, մեր մոտ է, որ այդ ժողովուրդ եւ ազգ մենք սիրում ենք հակադրել Ամենակ եւ մեր մոտ, հա։ շատ Մենակ չէ, իմաստային բայց- մենակ չէ, նկատի ունեմ կարող իրանց մոտ ժողովուրդ չի ուրիշ բառ է, չգիտեմ, էլի ուրիշ իմաստային բան, իմաստային նույն բանով, բայց նկատի ունեմ, որ ազգի կոնցեպտը սա տեղերում նաև առաջնարդ գիտության մեջ այդ ընկալումը քաղաքացիության հետ կապված ինչ որ բան։ Եթե դու այդ երկրի քաղաքացի ես, դու համարվում ես բան, այդ չգիտեմ, ֆրանսիացի, անգլիացի, հայ։ Իսկ մեր մոտ, երբ որ ասում ենք ազգային, օրինակ ասում են ազգային պետություն, չէ՞, այդ nation state-ն է, երբ որ ամբողջ աշխարհում դա ընդունում են որպես բան, քաղաքացիության հիմքով Հա։ պետություն։ Իսկ Հայաստանում այդ ընկալումը կա, որ դա բանն է, էթնիկ Մենակ հիմքով հայերից է։ է, հա։ Հա, էթնիկ հիմքով։ Ասում եմ ազգային շահ, չգիտեմ, ազգային օրակարգ, էս պետք է անենք եմ։ Իսկ ոնց որ մենակ հայերի մասին է, բայց այդ հայերը այսպես ասած են մարդիկ են ըստ էության, որոնք քաղաքացիություն պետք է էլի ունենան։ Պետք է հասկանալ, որ այն բան, որ տենց ձևավորվեց ինչ որ տենց հայկական ինքնություն, այդ ինքնությունը ձևավորվեց մարդկանցից, որոնք ի սկզբանե նենց չի որ աստուծ եկած հայ մարդիկ էին։ Էդ էլի ինչ որ ժողովուրդների խառնուրդներ էին։ Երբ է Էդ էլ է։ ձևավորվել հայկական Այդ ինքնությունը։ շատ լավ հարց է, որ բային է ձևավորվել ու որ բայց մենք կարանք ընդհանրապես դրա մասին Եթե ազգային շահի մասին հարցրինք, նույնը կանք ոնց որ դա քննարկում ենք, բայց արդյոք այդ ազգի կոնցեպտը կա էլի, այսինքն ինքը կա օբյեկտիվորեն, թե Աշոտի ասած եւ Բենեդիկտ Անդերսոնի հորինվածը։ Չէ, նայ, այն որ ինքը հորինված է, չի նշանակում որ ինքը օբյեկտիվորեն չկա։ Չէ։ Այդ իրար չի խանգարում Խանգարում է այն իմաստով, որ այսինքն եթե դու ասում ես այս ամեն ինչը օբյեկտիվ իրականությունում կա, լեզու, մշակույթ, բան ինքը ձևավորում է ազգ։ Այսինքն այդ նախապայմանները կան, երբ որ հորինված է, այդ հորինվածով դու կարաս անդադ փոխես այդ պայմանները, էլի։ Սկզբից ձևավորվում է ինքնությունը, ինչ որ Այսինքն դու բաների մի օր հիման հետո վրա։ կարաս ասես այս ազգը, մի բան Եվ այդ ավելի Ինքնությունից չի։ Այդ ինքնությունների փորձում է։ Օբյեկտիվորեն տենց է։ այդ ինքնությունների նմանության հիման վրա ձևավորվում է ազգը։ Օրինակ ես ու ֆրանսիացին նույն ինքնությունը չունենք, եթե ինքնությունը ավելի տենց բաց է, մի քիչ ավելի պրիմիտիվ նկարագրեմ, չունենք նույն հիշողությունը, նույն զգացողությունները, նույն երաժշտության մշակութային դրված բաներ են Չունենք նույն լեզուն։ պրովոկացիա։ Համեցեք։ Հիմա եթե դու գնաս Ֆրանսիա, այնտեղ սկսես ապրել, դառնալու ես ֆրանսիացի եւ դադարես լինել հայ թե չէ։ Չէ, հենց դրա համար եմ ասում, որ ես չեմ մտածում նենց ոնց ֆրանսիացին։ Ես չունեմ, ասենք, Ֆրանսիայի նկատմամբ այդ անգիտակցականի շերտերում նստած էմոցիոնալ կապը։ Ես իրանց պատմության ասած դա օբյեկտիվ է։ Իսկ եթե ծնված լինեիր այնտեղ Եթե ծնված լինեի, հավանաբար ու եթե շարունակեի ապրել, հավանաբար կլինեի կրողը ինչ որ մասով դրա։ Բայց կարանք ասենք որ դրանից ավելի Բայց քիչ հայ մարդս կարող է ինչ որ մի օր, հա, ավելի քիչ հայ կլինեի։ Okay, հետաքրքիր։ Այս վտանգավոր տեղ է ինձ Չէ, վտանգավոր չէ, բայց հետաքրքիր, այսինքն որ չափելու հարց է, էլի ոնց ենք։ Նա ես ոնց եմ մտածում իմ համար ազգությամբ էթնոսով օտարը, լավ, պայմանական եզդին, որը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ու իրան համարում է հայ, ինքը իրան համարում է հայ, ու բացատրում է ինքը իրան ինչի է համարում հայ, ու ապրում է իմ հետ նույն միջավայրում, նույն մտահոգություններն է կիսում, նույն խնդիրներին է առնչվում, մասնակցում է դրանց լուծումներին, եթե ավելի պրիմիտիվ սարքե մասնակցում։ Հրաշալի նկարագրում ես քաղաքացիական հիմքով ազգային լինել, այսինքն քաղաքացիական իրավունքները իրացնում է։ Բայց ոչ միայն, այլ նաև զգացողություններով ինքը իրան համարում է հայ, եզդի է, բայց ասում է ես հայ, ոնց որ հայ լինեմ։ Որ եթե գնաս այդ ամեն ինչով Ֆրանսիա, քո քաղաքացիական իրավունքները իրացնես եւ համարես, որ դու ֆրանսիացի ես, դու դառնալու ես ֆրանսիացի։ Դե լինելու ես արմատներով հայ, բայց լինելու ես Ֆրանսիայի քաղաքացի ֆրանսիացի։ Բանը չի, գենետիկան չի։ Չկա գենետիկա հայ։ Չէ, ոնց չկա, մի րոպե։ Բասիկը թեման էլ, այսինքն ֆրանսիացի, եթե գենետիկներս չէ։ Գենետիկ ընդհանրություններ կան։ Տարածաշրջանում ոչ կարանք ասենք լեզվա մտածողությունն է, որը դա գոնե ավելի շոշափելի է, բայց ուզում եմ հասկանամ, եթե
դու գնալու ես Ֆրանսիա ու քեզ համար ես ֆրանսիացի, այդ քեզ պատկանելի ազգին դարձնում է, թե չէ ֆրանսիացի ազգին, ոչ թե դու ասում ես արմատներով հայ եմ լինի, բայց ես նկատի ունեմ, չէ, ազգային Շատ դժվար է, հա, շատ բարդ է։ Երևի ասել, որ ես ֆրանսիացի եմ, կնշանակի ես Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի եմ, իրավունքներով եւ պարտավորություններով։ Եվ քո ասած ինքնության ընկալմամբ, որովհետեւ դու հիմա դու լավ չէ, ուրիշ մարդը որոշում է, որ ինքը պատկանում է այս համայնքին, վերջ իր համար ընդեղի շահն է, այսպես ասած, եթե դա կա առաջնային, օրինակ քո բացատրածով դու այն մտքին ես, որ հա, դա օբյեկտիվ իրականություն է եւ դա, այսպես ասած, կա հիմքերում, չգիտեմ, դա կարտահայտվի ինքնություն, լեզու եւ այլն, Աշոտինն էլ ես օրինակ ավելի ինչ որ տենց մի քիչ դեպի Աշոտ եմ թեքված, որտեվ ինձ թվում է, որ շատ ավելի օգտակար է տենց մտածել ազգի մասին, որ այդ ինչ որ բան է, որը դու նաեւ կարաս քո համար ընտրես, քո ազգայնականության այդ ազգի մաս լինելը ինքը չպետք է ուղղակի տրված լինի քեզ, որը տենց ինչ որ տենց ինքը քո մեջ կա ու կա, որովհետեւ տենց չի աշխատում ուղղակի։ Այդ բերած օրինակները, որ մենք նմանավանդ Հայաստանի դեպքում ինչքան հայեր կան դուրս ապրած եւ այլն, եթե մենք վերցնենք, որ դու ինչ որտեղ ծնվեցիր, մեծացար, ընդեի արժեքները ու հիշողությունը ընկալեցիր ու այդ ինչ որ ձև քո համար փագում է հայ լինելը, այդ ահագին վտանգավոր տեղ է տանում։ Լավ, մի հատ սենց հարց։ Մեկը ով ապրել է, ով ծնվել է Ֆրանսիայում, բայց իր ծնողները իրան պատմում են իր հայ լինելու մասին, պատմեն պատմությունը, բայց հետո իր երեխան ծնվում է Ֆրանսիայում, որը արդեն խոսում է լրիվ ֆրանսերեն, Ֆրանսիայի պատմությունը գիտի, որտեվ իր ծնողը արդեն այն մեկն է, ով ծնվել է Ֆրանսիայում։ Իր հաջորդ սերունդն էլ է ծնվում Ֆրանսիայում եւ իր ամեն ինչը կապված է Ֆրանսիայի հետ եւ ինքը Ֆրանսիայի պատմությունը գիտի ավելի լավ, քան հայերի պատմությունը, ու ուղղակի գիտի, որ հայեր կան աշխարհում, բայց ինքը արմատներով հայ է։ Ինքը ֆրանսիացի է թե հայ։ Դե դու քո կարծիքով, իմ կարծիքով ֆրանսիացի է։ Իմ կարծիքով կարևոր է իր կարծիքը։ Դե հա, բայց իր կարծիքով ավենամեծ կարանք գիտական ենթադրություն անենք, որ մեծ հաշվով իր կարծիքով լինելու է ինքը ֆրանսիացի։ Հավանաբար տենց է լինելու կարծիքը, ու տենց էլ լինում է, ոնց է լինում, որ երբ որ մարդիկ հետո են բարձվում իրանց մեջ ինչ որ հայ արում կա, որ ինչ որ սերնդասերունդ տենց է եղել։ Ինչ որ ազգին պատկանելը, մեկը որ ասում է ես հայ եմ, դա ավելի շատ պայմանավորված է հիշողությամբ, կերտված ինքնությամբ, հիշողությամբ, լեզվամտածողությամբ։ Օրինակ ես հիմա օրինակ ուրիշ ծայրահեղ օրինակ, չգիտեմ, Ամերիկայում, բայց տարածված օրինակ է, շատ հայ համայնքի մարդիկ կան, որոնք հայերեն չգիտեն, Հայաստանում չեն ծնվել, Հայաստանում չեն եղել, բայց իրանց մոտ իրանք հայ են ընկալում իրանց։ Այսինքն իրանք American չեն իրանց համարում, այլ համարում են հայ։ Օրինակ Շավո Օդաջյանը, Գուցե Դարոն Մալաքյանը, գուցե ավելի լավ դու կիմանաս։ Այ հիմա ուզում եմ ասեմ, այդ ո՞նց եղավ։ Այսինքն այդ մարդիկ էլ մտածողությամբ ու հիշողությամբ իրանք կրում են այն, ինչ որ ես, օրինակ ցեղասպանության հիշողությունը։ Մեզ կապող մի հատ հիշողություններ է, չէ, ըստ էության, այսինքն ինքը տարբեր ձևերով են ձևավորվել, կամ լավ, եթե ցեղասպանության էլ ինչն է, որ մեզ դարձնում է։ Այսինքն այն միտքն է գալի, որ եթե ինչ որ բաներ կան ազգին միավորող, այսպես ասած, մտքեր կան, դա դրա տարածումը դարձնում է այդ խմբի վրա ազգությունը, էլի։ Ոնց որ պետք է հասկանալ քո ասածին հակասում ես, էլի, այսինքն ինքը պարտադիր չի ունենար եւ այլն, եթե կորեացին սկսի ուսումնասիրել եւ մի օր որոշի, որ ինքը բանա հայ է, որտեվ այդ, չգիտեմ, իրան էլ է վերաբերելի, ինքը չնայած նրան, որ կորեացի է, դառնում է հայ, էլի։ Ին պետք է այստեղ ինչի՞ց է այս ամեն ինչը գալի, հենց նրանից, որ ազգը ձևավորված է որպես ֆունկցիոնալ ինչ որ բան, որովհետև մենք բոլորս տրայբալիստ ենք, մեզ պետք է ինչ որ տենց խումբ մարդկանց, որոնց մենք պատկանում ենք։ Եթե մենք տրայբալիստ տոհմական, հա, տոհմական, շատ կայֆ է, տոհմական։ Ու հիմա եթե մեր տոհմը սահմանափակվում է շատ փոքր տարածքով, շատ դժվար է լինելու ինչ որ դեմոկրատիկ նամանավանդ երկիր կառուցել sense պարագայում, որովհետև դու չունես այն հերու մարդկանց հետ, որոնք շատ անգամ էլ կա, նայ, որ դու ասում ես ինձ մարդկանց հետ ես ավելի նման եմ այս ինչ մարդու հետ, քան թե ֆրանսիացու, ֆրանսիացիներ կան, որոնք ինձ ավելի մենտալիտետով մոտիկ են, քան թե ինչ որ հայեր, բայց ես ընկալում եմ հայերին ավելի մոտիկ, որովհետև իմ մեջ նստած է ազգի գաղափարը։
ինքը հորինված, մտածված, բայց դրանից ոչ ավելի պակաս կարևոր գաղափար է։ Հորինված մտածված, լավ չեմ տիրապետում, հարցնում եմ։ Կան ինչ-որ ուսումնասիրություններ, որոնք փաստում են, որ բաներ կան, որոնք ոչ թե նստած են պատմություններից բանից, այլ դրանք զուտ զգացողական, էմոցիոնալ են։ Դա առնվազն են, որ այդ կոնցեպտը առաջ է բերվել ֆրանսիական հեղափոխությունից հետո, դրանից առաջ դու ուներ քո փոքր տարածքը, կրոնը, որ դու նույն ցավը լրիվ ուրիշ ձև ես զգում, մի քիչ ավելի բարթացնեմ ու էլի կարող է խնդրահարույց լինի։ Մենք որ հիմա մտածում ենք Գազայում ցեղասպանությունը, ու ասենք նույն բանը տեղի է ունենում Ղարաբաղում, մենք նույն ձև ենք զգում։ Համամարտկային հումանիտար իմաստով ուրիշ ձև ենք, չէ՞ զգում։ Բայց դա արդյոք ազգայինի խնդիր է, որտեվ ես հիմա կարող տենց է։ Բա ինչի խնդիր է, որտեվ ուղղակի իրանք մեզ ավելի մոտիկ են, մեր կողքն են։ Իրանք չէ, մենք ենք, որովհետև դա այն իմաստով ոչ թե ազգի, այլ այսինքն բոլորը գուցե ինչ-որ ծանոթ բան, ես օրինակ չգիտեմ, մի 50%-ը այդ Ղարաբաղից է, չէ, բայց դա ոչ թե կարող ազգայինի կապն է, այլ չգիտեմ, ընտանեկան տոհմականի, երբ որ Աշոտն է ասում։ Չէ, ինձ թվում է ստե ազգայինն է Սերժը, ու ինքը հենց ստեղ ցույց է տալի, որ հենց քո ազգային մտածելակերպը թուլանում է, նաև թուլանում է այդ էմպաթիան, որովհետև քանի մարդ կար, որ հանկարծակի փակվեց դրանից։ Ու ես ստեղ չեմ ուզում այդ մարդկանց ինչ որ վատ բան ասեմ, ես մտածում եմ, որ փակվելը ողբերգությունից դա բնական ռեակցիա է մարդու օրգանիզմի, բայց հնարավորությունը փակվելու դու ունես մենակ այն ժամանակ, երբ որ դու բավականաչափ կապեր չունես։ Այսինքն ազգայինը խզվեց, ինձ տենց է թվում, որ մեր մոտ հետևողական խզվել է ազգայինը տարիների ընթացքում, ու դրա պատճառով ավելի հեշտ էր փակվել այդ։ Բայց հիմա մի գնա ուրիշ ուղղություն։ Բայց եկեք էլի ես պրովոկացիաները շարունակեմ։ Հա, բայց մի հատ բանել ասեմ, պահի այդ շարունակի։ Հիմա իմ բերած օրինակը ու քո ասածը, որ այդ մեր մեջ նստած է, որ մենք նույն ազգի ներկայացուցիչ ենք, մեր մեջ նստած է, դրա համար մենք ավելի շատ ցավում ենք մեր կողքը եղած մեր ազգակիցների հետ եղած դեպքի համար, մյուս դեպքի համար մենք որպես մարդ ցավում ենք, որ վատ բան է տեղի ունենում, շատ վատ բան է տեղի ունենում, ինչի է այս ամեն ինչը տեղի ունենում, բայց այդ նույն վրթովմունքը չկա, ու ոչ միայն դա նստածրած է մեր մոտ, այլ նաև ինչի է մեզ այն մյուսը ավելի շատ ցավ պատճառում, որովհետև մենք նույն մտածողություն ունենք, նույն խնդրին կարանք բախվենք։ Դու այդ նույն բանում ես, որը ոչ մի բան չի, ոնց որ ոչ մի ձև չես կարող պաշտպանել այդ կարծիքը։ Իմ ասածը այն է, որ եթե քո մեջ ինչ-որ բան նստածրած է, այդ չի նշանակում, որ ինքը քո վրա քիչ ազդեցություն ունի։ Շատ ազդեցություն ունի։ Ես ասում եմ, որ ինքը ոչ միայն նստածրած է, այլ նաև ինքը բնական զգացողություն է։ Կարար նստածրած չլներ, բայց դու այդ զգացողությունը ունենայիր։ Որտեղից է բնականը գալի։ Դու մտածում ես մարդը ծնվում է հայ գիտակցությամբ։ Գիտակցությամբ չէ, բայց մեծանում է, լավ, կարանք տենց ասենք, չգիտեմ, լեզուն, չգիտեմ, մշակույթը պետքա պատմեն, դու պետքա այդ, այսինքն, եթե երեխուն մի անգամից միջավայրից կտրես, տանես ուրիշ տեղ, ինքը կյանքում չի մտածի որ հայ։ Հակագիտական բան ասեմ, հազար ներողություն էլի հակագիտական բաներ ասելու համար։ Ես ուզում եմ հասկանամ։ Գիտեք, չէ՞, տենց օրինակներ, որ մեկը մեկին նայում է լրիվ օտար, ես գիտեմ տենց օրինակներ, ասում եմ, բայց ոնց որ բան ունենա, հայի աչքեր ունենա։ Մի տեսակ սենց հայի նման է։ Կամ նույնիսկ չի նմանացնում, բայց ինչ որ զգացողություն է ունենում, որ հարազատ է այս մարդը, բայց ընդհանրապես չգիտի ոչ միտեղ իր վրա ազդեցություն չի եղել։ Ինչի է այդ զգացողությունը առաջանում, մի հատ օրինակ էլ բերեմ, կարծեմ BBC-ն մի հատ ֆիլմ ուներ նոստալգիայի մասին, որ դա հիվանդություն է, եւ դա կարա ոչ մի բանի կոնկրետ ազդեցության տակ չառաջանա, ուսումնասիրել էին զինվորները պատերազմի ժամանակ։ Հա, որ զինվորները պատերազմի ժամանակ գնում են լրիվ ուրիշ տեղ, նոստալգիայով են հիվանդանում, որ դեպրեսիվ տրամադրությունների մեջ են։ Իրանք ես մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ, որ մեզ կբացի, բայց ուզում եմ այս դեպքի մասով, արդյոք իրանք կարոտում են ողջ այդ ազգը, թե իրանց տունը, ընտանիքը մերձավորներին, որով պատկերները կարոտելու մասին էր ավելի շատ։ Հա, որով եւ ձևավորում է քո այդ ազգին գալում, այսինքն դու ինչ որ միջավայր ունես եւ ազգի վրա պրոյեկտում ես քո այդ միջավայրը։ Okay։ Եվ արդյոք այդ բանը պրոյեկտելու սահմանները փոփոխելի են թե չէ։ Հիմա ուրիշ վերադառնալով այդ աչքերը ճանաչելու, այստեղ մի քանի բան կա, էլի, առաջինը իսկ լինում է, որ դու ինչ-որ մարդու մասին մտածես ու ինքը քեզ զանգի այդ բային։ Դու հասկանաս, որ այդ կլասիկ confirmation bias է, որ դու ամեն անգամ որ դու տենում ես մարդուն ու բարձում որ ինքը հայ չի, այդ քո գլխում չի մնա։ Բայց հենց
Ես դա օգտագործում եմ, կստати, այդ confirmation bias-ը իմ գեների հետ, որ նաստորնի խաղ ենք խաղում։ Ուսած պետք է գցեմ ունդ 10-ը, որ գցում ես շատ լավ բան անում։ Ու ես ամեն անգամ ասում եմ, նայեք, հեսա ոնց եմ 10-ը գցում, ընթացքի ժամանակ բոլոր անգամները, որ ես 10-ը չեմ գցում, չեն հիշում, բայց այն անգամները, որ դնում այդ լեգենդար սաբիթը։ Հիմա այդ ասածը հակագիտական է։ Մի հատ դուք ունեք ինչ-որ ուսումնասիրություն, որ դա confirmation bias է, այդ եմ ասում։ Ինքը չկա հետազոտություն, որ մարդը կարա տես ճանաչ։ Կամ եթե կա, այդ ինքը ասենք թե շատ ուղիղ պնդումներ ես անում, չկա, հաստատ գիտես, որ չկա, չկա, որովհետև չի կարա լինի բացի դրանից, չի կարա լինի, ես չիմանամ։ Առաջարկում եմ մեջ բանը, այս կարճը վերջացնեմ, պրոստը շարունակես, քինես։ Այս բան հայացքով նայենք, որտեվ հայի բանը վերցրել ենք, մեր համար տենց համ հուզական է, համ էլ հարմար է այն իմաստով, որ մի հատ հայացք կա, ստեղ են մեծ մասը։ Հիմա օրինակ արաբները մի ազգ են։ Կամ ավստրալացին ազգ է։ Դե չէ, տարածքի վրա ապրող բոլոր մարդկանց ասում են ավստրալացի։ Եվ ինչն է, այսինքն լեզուն նույնն է, անցյալը մեծ հաշվով շատ դեպքերում, այսինքն մինչև 100-120 տարի գնում է, հեռու չի գնում, բայց որ նայում ենք արմատներով հիմա այդ մարդիկ անգլիացի են մեծ հաշվով կամ ուրիշ արդեն բան համայնքներ են այնտեղ ձևավորվել։ Հիմա ինչն է դարձնում այդ մարդկանց ավստրալացի։ Տարածքում։ Բայց դա չեղավ, այսինքն եթե դու գնացիր հայտնվեցիր Ֆրանսիայի տարածքում, Ֆրանսիայի լեզվական տարածքում, դու դառնում ես ֆրանսիացի, հայերի դեպքում է դա։ Շատ կուզենայի, որ մենք այս շատ կարևորություն տանք։ Չէ, ազգ բաժանումն է։ Հիմա ավստրալացի ազգ չկա։ Չգիտեմ, կա ավստրալացի ազգ։ Ավստրալիայի բնիկներն են երևի ավստրալացիները, հա։ Չէ, ավստրալացի կա, որ ասում ենք nation, պետք է հասկանանք այդ nation-ը որն է։ Այսինքն բաներով այդտեղ մեծացած, չգիտեմ, պապերնական սերունդ, թե ամեն դեպքում այդ այնա, որ քո ասած, եթե գիտակցություն ենք կիսում։ Օրինակ հիմա 15 թվականի ավստրալացի 1915 ոնց ենք մենք ցեղասպանությունով, չէ, բան եղել, ինչ որ ընդհանուր գաղափարով ցավով նույն թվականի նույն ապրիլին, այնտեղ Գալիպոլի ճակատամարտն է տեղի ունենում, Մեծ Բրիտանիայի կայսրությունն է դեռ, ավստրալացիները դեռ իրավական առումով ամբողջովին անկախ չեն, ու անկախ մի քանի ակտով են անկախանում, ասենք ասենք ավելի անկախ են, քան երբևէ են այդ ժամանակ եղել, ու բանը Վինստոն Չերչիլը օպերացիա է գծում, որ ճակ բանը առաջի համաշխարհային հարցը լուծելու համար պետք է գնալ բանը Դարդանելի բանով Կոստանդնուպոլիսը, Ստամբուլը գրավել։ Ու մեծ դեր են ունենում այդտեղ Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի զորքերը։ Հիմա այս մարդկանց համար այդ ճակատամարտու իրենց մասնակցությունը, այդ ազգի ձևավորման, իրանք հիշում են, նույնիսկ հակադրում են, ասում են մենք անգլիացիներից ավելի խիզախ ենք եղել, ավելի լավ են կռվել, չնայած այդպես համաշխարհային խնդիրեր, բրիտանական կայսրություններ։ Հիմա իրանք համար դա ձևավորել է ազգային ընկալում, ազգի պատկերացում, որ մենք էս ենք, էս սրա համար ենք, էս մեր հիշողությունն է։ Հիմա այն մարդիկ, ովքեր այդ հիշողությունը կիսում են, դառնում են ավստրալացի, այսինքն գալիս է կամ արաբների դեպքում, որ ասում ես տարածքով է սահմանափ։ Հիմա արաբներն է տարբեր տարածքներում են, չգիտեմ, Աֆրիկայից մինչև Ես բաժանում եմ, ինձ թվում է բան եմ անում, որ հարցերս տալի իրականում հասան շղթայական փոխվում է դրամաբանությունը, բայց ես էլի ոնց որ Հայաստանի վրա բերեմ օրինակը։ Հայաստանի, հա, բեր, բայց ուզում ասեմ չկենտրոնանանք մենակ Հայաստանի վրա, էլի։ Հիմա իմ պատկերացմամբ Հայաստանի քաղաքացին տարբեր էթնոսներից, տարբեր փոքրամասնություններից կազմված ժողովուրդն է, որ կարող լինեն հայեր, եզդիներ, ռուսներ, ասորիներ եւ մնացած բոլորը, իսկ հայը էթնոսով պայմանավորված խումբն է, որպես ազգ։ Այսինքն դրա համար ես ի սկզբանե որ ասում եի ժողովուրդ թե ազգ, ես այդտենց եմ անցալում։ Լիքը հարցեր են առաջանում, ասենք թե էթնոսը մենք ի՞նչն ենք էթնոսի մեջ ներառում։ Լսի դե հայ էթնոս կա թե չկա։ Ասենք թե ես առաջ եմ գալիս որպես հերթական ֆաշիստական լիդեր ու ասում եմ հիմա հայերին պետքա ոչ հայերից բաժանենք։ Շատ ծայրահեղ օրինակ եմ բերում, հա։ Ոնց ենք մենք բաժանելու այդ դեպքում։ Չկա ոչ մի ձև, ոնց դու կարաս բաժանես քանի տոկոսն է հայ, իսկ ինչն է էտալոն հայը։ Տարբեր փորձերով հիմա Միջև որտեղ արմատները, միջև Աֆրիկա։ Դե պատմություն դժվարություն առաջանալու։ Նախ թեստեր կան, որոնք բավականին ցենտրալի տարածաշրջանային կապ է։ Ինչ որ կետից պատմական։ Կարաս վերցնես կրոնը, կարաս վերցնես լեզուն, կարաս վերցնես ինքնության ընկալումը, կարաս վերցնես, չգիտեմ, մինչև տատու, պապու, այդ ամեն ինչը եղել է առաջ։ Եթե դու որպես ֆաշիստական լիդեր ուզում ես։ Նայ, օրինակ, վերցնենք հունական ինքնությունը շատ հին է, բայց հունական ազգությունը նոր է,
որովհետև նույն այդ հին Հունաստանում պոլիսները իրար մեջ պատերազմների մեջ կորած էին, չէին ընդունում իրար։ Իրանք շատ մեծ խնդիրներ ունեն իրար հետ։ Սպարտացին, որ Աթենքի հետ ոչ մի ձև չէր կարող կապ ունենալ։ Տիգրան մեծը հայ էր։ Մեծ հավանականությամբ ինքը պարսկերեն է խոսացել, պարսկական ինչ-որ տոհմերից եկած մարդ է։ Ինչ երկիր է ինքը հիմնել եւ մենք դրա ժառանգներն ենք, հետեւաբար մեզ կապող ինչ-որ բան կա, հետեւաբար ես այս կնկարագրեի, որ ազգության մեջ ինքն է հայ է։ Ազգությունը շատ կարևոր բան է այն առումով, որ ինքը եթե մենք հիմիկվա կներես չափանիշներն ենք դնում ազգության, այսինքն լեզու, չգիտեմ, կրոն, այսինքն ոչ քրիստոնյա էր, ոչ հայերեն էր խոսում, կարող հայերեն չգիտերել, ոչ էլ մեր հիմիկվա անկալումը ուներ, չգիտեմ, այն ժամանակվա մասին գուցե, էլի որ դա մի մեծ Հայաստանի հայկական պետություն է, էլի կարող ուներ, կարող չուներ, չգիտեք։ Հիմա ի՞նչն է դարձնում հայ Աշոտ։ Հիմա ես sense եմ ուզում նկարագրեմ, էլի որ առաջինը լրիվ նորմալ է, որ այն ինչ ոնց ենք մենք նկարագրում ազգությունը, նույն ազգայնականությունը ինքը փոփոխվում է ժամանակի ընթացքում, որովհետև ինքը պետքա չկոնա լինի համապատասխանելով ժամանակներին։ Ոնց կարամ նկարագրեմ, նայ դու վերցնում ես, ասենք թե մենք պլաժում ենք գտնվում ու ինչ որ ֆորմա ես ստանում։ Այդ ֆորման կազմված է ավազից ու ջրից, որը շուրջը կա, բայց ինչ որ բան քեզ հուշում է, որ էսի գնդակ է կամ ամրոց է կամ ինչ որ բան է։ Իրա ֆորման, որը դու իրան տվել ես, հա? Այսինքն ինքը նույն ավազն է ու նույն ջուրն է, բայց դու իրան վсё, արդեն ինքը ինչ որ ուրիշ բան է քո համար դարել։ Այ ազգությունը իմ համար այտենց բան է, որ մենք ավազի ու ջրի մեջ գտնվող տարբեր ֆորմաներ ենք, նույն մատերիալից սարքած, ու այդ ֆորման մեզ տարանջատում է իրարից։ Ու եթե մենք փորձենք այն բանը, որը մեզ կապում է, որը ստիպում է մեզ այդ ֆորման պահպանել, այդ մեր ազգությունն է։ Կարող է այդ մեր ու այդ էթնոսը չի կարող։ Մեր խնդիրներն են, ասենք մեր մարտահրավերները։ Եթե այն ինչը մեզ սպառնում է, միշտ սպառնած։ Ներառյալ։ Միշտ սպառնալն է լավ իջելի, հեսա դրան է։ Լեզուն շատ կարևոր բան է, այստեղ շատ կարևոր առանցք է, հա, եթե նամանավանդ մարդիկ, որոնք մի լեզու գիտեն, իրանք չեն կարող ուրիշ մարդու հետ շփվեն, բացի հայերից։ Իրանք մի մարդ են։ Հա, բայց ավստրալացիներն անգլերեն մենակ գիտեն։ Իրանք էլ մի մարդ։ Դու քանի մարդ ես։ Ես քանի լեզու գիտեմ, քանի մարդ է։ Չէ, հիմա բան է, ասենք նույն արաբներ ասում ենք պետության մեջ։ Հիմա տարբեր պետություններում տարբեր արաբներ են, էլի։ Հիմա իրանք մի ընդհանուր ազգ են, թե ամեն երկրում իրարից տարբեր արաբ ազգեր են։ Օրինակ, չգիտեմ, Սիրիայի ու Եգիպտոսի։ Ես այդքան տեղյակ չեմ, բայց օրինակ Թուրքիան ու Ադրբեջանը միշտ ասում են, չէ, բան երկու պետություն մի ազգ։ Այդ էլի քաղաքական է եւ մեզ չի միշտ ասում են ով է ասում։ Ինչ որ մարդիկ հիմա հայերն էլ բան են, ուրիշ մի օր մի քաղաքական գործիչ մի բան ասում, ուրիշ քաղաքական գործիչ ուրիշ բան, էլի։ Այսինքն այստեղ հարցը նույն արաբները, որ ասում ենք մի ազգ են, օրինակ իրենց ազգային շահը մի հատ է։ Պետության ներսում է ազգային շահը ձևավորվում։ Ասենք արաբական երկրներից յուրաքանչյուրը հավանաբար ձևավորում է իր ազգային կամ պետական շահը, բայց հետո մենք կքննարկենք համել ազգային ու պետականի տարբերությունը, բայց մի վերջում միտեղ կմոտիկանանք էլի ազգային շահին, մտ ազգի հարցը լուծենք, ազգի խնդիրը։ Այսինքն եթե նայենք էլի Աշոտի նաև ասացին գնալով մի քիչ պատմություն այդ ֆրանսիական հեղափոխություն եւ այլն, եթե մինչեւ հետ են գնում, նախ այս ազգի գաղափարը ինքը եթե մի քիչ բան ենք անում Վեբերյան միտք ենք տալիս Մաքս Վեբերյան, ինքը արդյոք ունիվերսալ է, թե ինքը եվրոպական քաղաքակրթության ծնունդ է, որովհետև այսինքն այդ ազգի գաղափարը, nation-ի եւ այլն, առաջին անգամ տենց սկսում է քննարկել բանում Եվրոպայում, հենց ֆրանսիական հեղափոխության եւ այլն, եւ արդյոք այդ ունիվերսալիզմը այդ արդեն ինքը ունիվերսալ տա հետո տարածվել, այսինքն այդ միտքը տերմինը չի եղել, տերմինը իմաստավորել են Եվրոպայում եւ տարածվել, օրինակ Չինաստանում, չգիտեմ ինչքանով է այդ ազգի բանը եղել հետո նախորդիվ։ Մենք միջև հիմա ունենք ինչ որ տենց տոհմական ինչ որ տենց կառուցվածքներ, ինչ որ տոհմեր կան, որոնք նույնիսկ շատ անգամ պաշտպանված են, որ ընդ չներեն, ու իրանց մոտ չկա տենց ազգային գաղափար։ Այս իրանք նույն չափ են ապրել երկրի վրա, ինչ մնացած խմբերը մարդկանց, բայց իրանք չեն ձևավորվել։ Դա ինչ որ բան, ինչ որ tribe կա, ինչ որ տեղ մի հատ ինչ որ անտառում,
Չէ, աշխարհում։ Okay, ես Հայաստանում եմ մտածել։ Չէ, ես ուրեմն ասեմ, նայ, որպեսզի մենք բարձենք, մեզ ինչ որ կոնտրոլ գրուպ է պետք, չէ։ Հիմա մարդկությունը սենց տարբեր տեղ ապրում է խմբերով ու ամենտեղ ձևավորվել է ազգի գաղափարը, բայց այն տեղերը, որտեղ եվրոպական քաղաքակրթությունը չի մտել զենքով ու փափուկ ուժով, չի առաջացել ինքը։ Դե չի առաջացել ինչի, որովհետև կարանք եթե կապում ենք քո ասած հորինվածի, հիմա կարող է նաև այն մտքերը, որ դա քաղաքացիության հետ է կապված, այսինքն եթե այնտեղ այդ պետականության ինստիտուտը չկա, քաղաքացիական ու քաղաքական իրավունքները չկա, այդ հաստատելու, իրացնելու հնարավորությունը չկա, դրա համար էլ դա այդ ազգը չի վերածվում որպես ազգ, այդ որակը չի ստանում։ Համել իրանք կարող է որտեվ փոքր են ու նպատակ չկա, իրանք սա իրար տենում են։ Հա, այսինքն եթե sense նայենք այդ ազգի գաղափարը ինքը կառավարման նաև ինչ-որ մոդել է, որովհետև եթե տեսնում ենք էլի եվրոպական հայացքով ռացիոնալիստական թե ոնց է առաջացել, այսինքն մինչև ֆրանսիական մեծ հեղափոխություն ինչ-որ տես տարբեր այդ Եվրոպան երկար ժամանակ թաղված էր այդ ֆեոդալական մասնատվածության մեջ եւ այլն, այսինքն եթե հավանաբար մենք այս հիմիկվա հայացքով ենթադրում ենք, որ եթե գնանք 13-րդ դարի ֆրանսիական ինչ-որ տեղ, մարդը չէր գիտակցություն չէր ունենում, ինքը ֆրանսիացի է, նաև լեզվական տարբերություններ չնայած ֆրանկո ինչ-որ լեզու էր, բայց հա տարբերությունները ինքը լոկալ ղեկավար ուներ, ինքը իրան էր ենթարկվում, իրանց գյուղն էր, իրանց տոհմի կարող ասել, այս տոհմին եմ պատկանում, կամ այս մարդու հողերում եմ ապրում եւ այլն, այդ նույնիսկ բան էր, էլի, այսինքն այդ Ֆրանսիայի թագավորի կերպարա չէր լինի։ Ու հետագայում այստեղ կարևոր նաև կրոնի դերը Եվրոպայում, էլի, թե կրոնի ավելի շուտ կաթոլիկ եկեղեցու, որ այդ հողատերերը նաև եղել են բաներ, մեծ եպիսկոպոսները պապի կողմից նշանակված ու Եվրոպայում սենց մեծ բաժանում ա եղել։ Ու բանը տենց լավ խոսք ասում է բանը։ Այն ժամանակ դե նաև այդ կաթոլիկ եկեղեցի միջնադար այդ բոլոր պատարագները հասկացում էին լատիներեն։ Այդ մարդիկ չէին հասկանում, այսինքն գնում էին պատարագի, դասնի, ինչ որ իրան համար մարդու համար յուղացու եւ այլն, անհասկանալի լեզվով ինչ որ բան էր ասվում եւ նա գնում էր տուն։ Ենթադրում էր, որ ինչ որ բան կատարվեց։ Ով որ լատիներեն չգիտեր, ու տենց ինչ եմ ասում լավ խոսք կա, որտեղ ասում է հիմիկվա այդ աստվածաբանությունը եւ բանը կամ լատիները դարելա բանը, իրավաբանությունը, եթե այդ լեզու ինչ որ սակրալ լեզու է, որը չես հասկանում, ինչ որ բաներ են ասում ես խելացի բաներ են էլի ասում։ Լավ համոզություն է։ Հա, ու այս երկու բաները կալված խոշոր կալվածատարերը եւ ինչ որ պայ սկսում են պայքարի մեջ սկսել։ Որտեղ ինչ որ դեպքեր են լինում, օրինակ Անգլիայում 14-րդ դարում ինչ որ Ջոն Ուիկլիֆ կար, հիշում եմ, որ բանա վերցնում թարգմանում Աստվածաշունչը իրանց ժողովրդական անգլերեն։ Կաթոլիկ եկեղեցին կարծում եմ պրոտեստանտներն են։ Հələ չէ, հələ 200 տարի ունենք։ Վերցնում կարծում եմ վառում են թե ինչ է, որտեվ դա ընդունված չի, որտեվ էսա այսպես ասած Աստվածաշնչի միակ ընդունելի ձևը պապի կողմից հաստատված եւ ցանկացած բան այլ մեկնաբանություն է համարվում, որտեվ մարդ թարգմանելուց կարող է ինչ-որ մի բան ինչ-որ ձև ուրիշ ձև է ընկամ։ Ուտեղ նաեւ քաղաքական պայքար կար, էլի այդ, այսինքն կա բանը Հռոմի պապը, որ Եվրոպայով մեկ ինչ-որ եկեղեցականների է նշանակում, ու արդյոք այդտեղ էլի ազգի գաղափարը կա, էլի թե ասենք չգիտեմ։ Չէ, այդ շատ է դրա մասին խոսացել, որ միջև այդ ազգանականության ու ազգի գաղափարը առաջ բերելը կրոնը շատ ավելի կարևոր ֆակտոր էր։ Այսինքն դու ապրում ես քրիստոնյաների հետ, թե ապրում ես մուսուլմանների հետ։ Այդ շատ ավելի մեծ կարևորություն ուներ, քան թե դու հայ ես, դու ես ես։ Պատմությունով գայսենք ժամանակակից պետության ակունքն է։ Մենք ժամանակակից պետությունը, որը հիմնված է քաղաքացիության վրա, հենց նաև այդ ազգայնականության սկիզբն է։ Ու երբ որ տեսնում ենք, որ sense կալվածատերով այնտեղ պայքար է սկսում, թե իրական այդ հողը ումն է եւ ով պետքա նշանակի եւ ինչ իրավունքներ կան։ Օրինակ, երբ որ խոսում ենք բանից բողոքականությունից, երբ որ Մարտին Լյութերը Վիտենբերգում sense մեխառած իր թեզիսներն էր խփում ու ասում են բանը միջնադարի բանը դագաղի վրա վերջի մեխներ խփում տենց են ասում նրա մասին է որ ինչ որ մի հատ մեծ համակարգ կաթոլիկ եկեղեցին բան ա եղել կոռումպացվել է չի սպասարկում ժողովրդի հասարակ հավատավորների շահերը եւ պետքա այո բերել մասսայականացնել թարգմանել դրան օգնում է մինչև այդ այն գյուտը որ արդեն պրես մաշինաները կան պրես մեքենաները տպագրություն կա արդեն բանի Լյութերի կամքից անկախ իր մտքերը տարածվում են արագ ու այստեղ բան է լինում էլի այսինքն մի հատ կարևոր սկզբունք է պետության սկզբի թե
ասում հողումն է, հավատալիքն է նրանն է։ Այսինքն եթե այս հողը պատկանում է այս գերմանացուն, բանին, ով որ բանը պրոտեստանտ է, բողոքական է, ուրեմն հիմա այստեղ ինչ որ արդեն ազգի սուվերենության, այսինքն այդ սուվերենության գաղափարը տեղից է գալիս, էլի, որ այս տարածքի վրա իշխում է ինքը։ Իշխում է ինքը ոչ թե Հռոմի պապի նշանակած մարդիկ եւ իրանց բանը կրոնական գաղափարները, էլի։ Ոստեղ այտենց եվրոպական բանը այտենց մի հատ քայլ առաջ է գնում, էլի, որ նայենք Այստեղ ուղղակի պետք է միշտ հիշել, նայ ես ոնց որ ազգայնականությանը վերաբերվում եմ շատ ոչ էմոցիոնալ։ Ցավոք տենց ստացվում որ ես փոքր ժամանակվանից չեմ ունեցել ոչ մի տենց ազգայնական ինչ-որ միտումներ, ես ինձ նույնիսկ հայրենասեր չէի համարում շատ երկար, ես այտենց որ ակտիվ բան էի։ Դենց դա ես իմ տեսանկյունից եմ ասում, որ ես տարիների ընթացքում եկել եմ նրան, որ ստե ռացիոնալության հարց է։ Ստե հարցը ոչ թե նա ոնց եմ ես զգում Հայաստան ասելիս ինձ, բայց հարցը նա որ եթե մենք ուզում ենք Հայաստան ունենանք, մենք չենք կարա չլինենք ազգայնական, մենք չենք կարա չունենանք հզոր առանցք, որը մեզ միավորում է, որ մենք իրար չկռվենք ուղղակի, որ մենք չսկսենք իրար հայհոյել նրա համար, որ մենք տարբեր ենք ինչ-որ բանով, որ կա ինչ-որ միավորող բան։ Տանում ես այդ միավորող բանին, կարող է այդ մեր այս տարածքի վրա ինքնորոշվելու, ինքնիշխան լինելու իրավունքն է։ Մեր էլի է դա, էլի հարցը նա, որտեվ գալիս ենք ասում են, եթե մարդը չնայած, չգիտեմ, ֆրանսիացի է եւ գալիս է այստեղ որսնում է այդ ինքնությունը, ինքը հայ դառնում է, թե չէ։ Այսինքն ինքը այդ մերի մեջ մտնում է եւ արդյոք ինքը հետ մեր հետ կիսում է այդ ազգային շատ տրիվիալ օրինակ է, բայց էլի այսինքն եթե այն կոնցեպտով ենք շարժվում, որ ազգը եւ պետությունը դա քաղաքացիության հիմքով ընկած ինչ որ մոդել է, էլի մի քիչ էլի հետ նավ պատմության հետո հետ կգանք, բայց եթե տենց է, ուրեմն բան է, այսինքն այդ մարդը կարա կիսի մեր շահը, այսպես ասած։ Հա, համաձայն եմ, որ կարա կիսի, բայց ուրեմն պետք է մի քիչ էլ հետ գնանք, տեսնենք որ կետից է Աշոտի ասած այդ միավորումը տեղի ունենում ինչ որ հարցի շուրջ։ Ես օրինակ չէի ուզենա դրանց բան անեինք։ Ընդհանրապես դա շատ ոչ պրոդուկտիվ process ആണ്, որովհետև այն պատճառները ինչի այն ժամանակ են։ Ասեմ ինչ եմ ասած, այն պատճառները, որոնցով մարդիկ այն ժամանակ միավորվեցին, ինքնորոշվեցին։ Մենք երբ ես ուզում հետ գնաս։ Երբ որ պետականությունը կորցրել է, երբ որ պետություն են կամ պետության գաղափարն է։ Այսինքն մենք խոսում ենք 90-ականների մասին։ 1045 թվականի մասին ենք խոսում։ Երբ որ Բաքրատունիները այլևս չկային։ Ոչ թե դրա մասին, այլ երբ որ պետությունը ձևավորվել եւ ինչ հիմքերով։ Այսինքն առաջին բան ռեսպուբլիկայի մասին ենք խոսում։ Հա, բայց չէ, ես ավելի վաղ։ Մի րոպե, որովհետեւ մինչեւ ձևավորվելը ոնց որ այդ կորցնում ենք, չենք ունենում, հետո մենք մի բանի շուրջ փորձում ենք միավորվենք, չէ՞։ Հենց այդ միատյալի հասկանալի մի բանի կրոնական է, որովհետեւ չէ, ես կարծում եմ ազգային է։ Որտեւ եթե նայենք, ինձ թվում է կրոնական է, իհարկե կարելի ասել այդ շատ յուրահատուկ կրոնական է առաքելական եկեղեցու, որ ասենք կաթոլիկ չի, ուղղափառ չի, այսինքն տես ինքը իրանով շատ ունիկալ միավոր է, բայց որ նայում ենք մեր մինչև 17-18-րդ դար ըստ էության մեր ջանքերը ու մեր դելի դժվար ասեն ինչ որ էլիտաների երևի գուցե այսինքն այդ եկեղեցու կրոնական անկախության իրավունքների տենց բաների։ Դե նայ, այն ժամանակ շատ ավելի հեշտ էր այդ առումով, որովհետև մեր համար ձեռք բերում էր կարծեմ, որ մենք կարողացանք հետ բերել բանը կաթողիկոսանիստ լինելը էջմիածին, էլի 17-րդ դարում։ Դե որովհետև նայ, շատ տրամաբանական է, էլի, եթե դու շրջապատված ես ինչ-որ մարդկանցով ու դու ասում ես որ մեր մոտ կա ինչ-որ տես հատուկ մարդկանց տեսակ, որոնց ինչ-որ բան միավորվում է։ Ու մեկ էլ դու նկատում ես, որ մի հատ բան կա, այդ կրոնն է, որը քեզ միանգամից տարբերում է բոլորից ով կա այնտեղ։ Դու ստե մի ձևի կրոն ունես, ուրիշ ձևի կրոն, բայց հենց քրիստոնյա չկա էլ քո շուրջ, որ դու կարաս իրանց միավորես։ Դու ասես որ այս ամենահեշտ ձևն է, ոնց մենք կարանք միավորվենք ու էլ չկորենք, էլի։ Բայց այդ չի աշխատում ժամանակակից։ Համաձայն եմ, բայց ինչի՞ չի աշխատում, որովհետև կարող այն ժամանակ այդ ազգի գիտակցությունը չի եղել։ Նաև չի աշխատում, գիտես ինչի, որովհետև ես կարամ հայ լինեմ, չլինելով քրիստոնյա այսօրվա օրով։ Այդ դրիվ նորմալ երևույթ է, դրա մեջ ոչ մի խնդիր չկա։ Արագ Տիգրանի հետ չհամաձայնեմ։ Շատ արագ։ Երբ որ ճիշտ ես ասում, Էջմիածին բերելը կաթողիկոսարանը ու ընդհանրապես քրիստոնեության մեզ միավորող լինելը առանցք է եղել, բայց դու ինձ թվում է մոռանում ես մի շրջան 1400-ից 1700-ականներում ազգային ազատագրական խմբակների ձևավորումը, խմբերի Իսրայել օրին Հովսեփ Էմինը լավ է 1700-ականներ 1607
հետո արդեն ազգային ազատագրական պայքարը Սյունիքում, Ղարաբաղում, իրանք նենց չի որ հիմնված են եղել կրոնի վրա, որովհետև ես տենց եմ կարծում, որ օրին ու Իսրայել օրու գաղափարն իհարկե պատմաբանների գործը մի քիչ բան ենք անում, իրանց հացը կտրում ենք, բայց ոնց որ ասում եմ, մենք ուզում ենք գնաց մի հատ Գերմանիա, չեն Ֆալցի Հովան Վիլհելմին, բան արեց մի հատ հետո Ռուսաստան փորձեց, ինչի որտեվ Օսմանյան կայսրությունն է, որը բանա մուսուլմանական մահմեդական երկիր է, եւ ասում եմ մենք ուզում ենք միանալ ձեզ, մի բան արեք, մեզ միացրեք, չգիտեմ, քրիստոնյա ազգի, քրիստոնյա ժողովրդի, բայց իրանց մոտ ինչքանով որ ես կարդացել եմ ծագել է այն միտքը, որ այս ազգը պետքա ազատագրվի ինչ որ ձև, այլ թե ինչ հիմքի վրա կարա ստանա օգնություն ազատագրվելու, դրանք գործիքներ են եղել, այսինքն ինքը կարող փորձեր քրիստոնեությունը օգտագործել քրիստոնյա ղեկավարներից աջակցություն ստանալու համար։ Այն ժամանակ վերաբերմունքը կրոնին այդքան ուտիլիտար չէր կարող լինել, առնվազն ոչ շատ մարդկանց մոտ, որտեղ այսօրվա օրով մենք շատ այսօրվա օրով համաթեիզմն է փոխվել, համ քրիստոնյա փիլիսոփայությունն է ահագին ուրիշ ձև ընկալվում։ Այսօր մենք կարանք խոսանք դրա մասին, որ ինչի մենք օրինակ չենք օգտագործում այն, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որպես խաղաքարտ, որպեսզի մենք բան օգնություն ստանանք կամ աջակցություն ստանանք բոլոր քրիստոնեական երկրներից։ Միա թե սա հիմիկվանին կվերադառնանք, բայց էլի մի հատ բան ասեմ։ Էլի հա առանցքը քրիստոնեություններ, որտեղ միավորող եւ պահող ազգապահպան գործառույթ ունեցող բաներ։ Հա դե կոպիտ ասած ես ինձ մարդ հա պետք որոնց հետ պետք է միավորվեմ, ես ում վստահ եմ։ Քրիստոնյային վստահ եմ։ Գնում ենք ամենասկզբին, թե ոնց է այդ խմբերի մոտ, այդ մարդկանց մոտ ոնց է ծագել այդ գործողությունները անելու գաղափարը, դա ծագել է հենց ազատագրման գաղափարից, որ այս ժողովուրդը, այս ազգը, հայերը պետք է ազատագրվեն, որովհետև ինչքան կարելի է չունենալ պետություն։ Դա ունենալու համար չկարայինք ոնց են իրանք զգում հայ գաղափարը։ Ես քո հետ կհամաձայնվեի, եթե ասեի օրինակ Էմինի Հովսեփ Էմինի դեպքում, օրինակ օրի դեպքում այդքան կոնե իմ տպավորությունը այնա, որ շատ ավելի ոչ թե պետություն ստեղծելու եւ այլն, այլ բաներ էլի, տենց այլ միջավայրում քրիստոնեական ավելի պաշտպանված միջավայրում հայտնվել, բայց օրինակ Էմինի մոտ արդեն տեսնում ենք ոնց որ պետություն, ազգային եւ այլնի մասին։ Հա, բայց էլի դրանք իրար փոխկապակցված են, ոնց որ կարան պատճառները տարբեր լինեն։ Մեկը գուցե այլ միջավայրում մեծանալու բերումով է մի քիչ ավելի ազատագրական գաղափարները այլ ուղղությամբ տարել։ Մյուսը ապրել է այն միջավայրում, որը ձևավորվել է հենց քրիստոնեության շուրջ։ Ընդ որում, եթե ես չեմ սխալվում, հենց կաթողիկոսների ու եկեղեցականների միջոցով է տարածվել այդ ազատագրական գաղափարախոսությունը տարբեր շրջաններում, եւ ինքը չէր կարա լրիվ անջատ գործեր, նույնիսկ եթե ուներ իմ ամբողջ ասած այն է, որ այդ շրջանում 1600-700 թվականներին մեկը ազատագրման ինքնորոշման գաղափարը, ինքնորոշման կարծում եմ ավելի ճիշտ է, նստած է եղել չէ, փորձ է արվել տարածել եւ դա կապված չի եղել միայն քրիստոնեության հետ։ Այսօրով նմանավանդ լինելով հայ, մենք ինքնորոշումը շատ տենց սուրբ բան ենք համարում, ինչ որ տենց ինքը շատ կարեւոր երևույթ է, բայց ինքը իրանով չի նպատակ։ Ինքը քայլ է դեպի պաշտպանվածություն ու իրավունք ունենալու հնարավորություն, հա, պետությունը դրանից է գալի։ Ոստեղ երևի մենք գալիս ենք նրան, որ այս երևի առաջին ու ամենակարևոր ազգային շահերն են, որ դու ունես պաշտպանված, ունենաս իրավունքներ։ Ես դրա համար էի ասում, որ պետք է գնալ ավելի հետ, երբ որ կորցրել ենք պետականությունը ու հասկանալ երբ է ձևավորվում նորից վերականգնելու կամ ազատվելու, ազատագրվելու գաղափարը, որովհետև դրանից հետո շատ երկար ժամանակ հետո մի քանի 100-200 տարի հետո արդեն ցեղասպանության ժամանակ մեր մոտ նորից ծագում է, չէ, ինչ որ միտք, որ պետքա ազատագրվել կամ միավորվել կամ ինչ որ ձև ինքնորոշվել առանց անկախության։ Դրանք դառնում են արդեն այդ շրջանի ազգային շահերը ու մեզ ձևավորում են մի ընդհանուր նպատակ։ Չնայած դժվար ասել մի ընդհանուր կներեք, հա, մի ընդհանուր համաձայն եմ, որովհետև եթե նայում ենք պատմականորեն, այդ էլի այն ժամանակներն են, որտեղ աշխարհում է կամ դուր ասում ենք Եվրոպայում սկսվում է այդ ազգայնականության գաղափարների պետապետության, պետականության, չգիտեմ, Եվրոպայից ասում Ամերիկա, լուսավոր վրա նաև այդ հենց այդ գաղափարներն էին ազդեցություն գործել, լուսավորչականության գաղափարներն են տարածվում 17-րդ դար, որ խոսում ենք 1600-ականներ,
Log Hopes եւ այլն, հետո արդեն ֆրանսիացի լուսավորիչներն են։ Դրա համար ուզում եմ ասեմ, գուցե այդ ժամանակ դրա համար է մեր մոտ այդ ազգային ազատագրական պայքարը նաև այդ ժամանակ, որտեղ միտքը սկսում է այդ ժամանակ առաջանալ, էլի ինչի է առաջանում, որովհետեւ Եվրոպայի այդ կրոնական բախումները բողոքականների ու կաթոլիկների մեջ շատ կարևոր է, որտեվ այդ հիմքով է, ասենք անգլիկան եկեղեցին անջատվում 16-րդ դարում դառնում է, ինչ որ անգլիացիների ինքնության հիմքա ինչ որ կարևոր դառնում։ Այս իմ միտքն է, իրականում կարող քննարկենք նաև մի անգամ տենց ոնց որ ինչ որ քննության ժամանակ եմ ասել, ասում կրոնական ընկալումը երբ որ այսինքն թուլանում է, երբ է միջնադարում եթե ուժեղ է այդ կրոնի պատկերացում, դու ապրում ես այն աշխարհի համար, այսպես հատուցում ստանալու, ճիշտ ապրել եւ այլն, ու քո սոցիալական միտքը զարգանում է այն ժամանակ, երբ որ դու ասում ես լավ, էլի են աշխարհը կա հատուցման եւ այլն, բայց ստեղի հարցերն էլ է պետք լուծել, այսինքն այստեղ էլ համակարգային ինչ որ խնդիրներ կան, որոնք պետքա քննարկել, լուծել։ Ու այդ դրա համար սոցիալական, փիլիսոփայական միտքը տեսնում ենք, որ սկզբում լավ զարգանում է հենց օրինակ Հոլանդիայում, Սպինոզան օրինակ կա, որ կրոնական միտքը բերում է բան սոցիալական հարցերի մեջ, Հոբսը Լոկը Անգլիայում, իհարկե բանը մի քիչ բացառություն է Մաքիավելին, որ չգիտեմ, կաթոլիկ Իտալիայում է այդ բան, բայց տեսնում ենք այս մտքերն առաջ, որտեղ կրոնի աստվածաբանությունից գնում է դեպի, չգիտեմ, սոցիալական փիլիսոփայություն, թե ոնց է պետք կյանքը կառուցել, օրինակ նույն եթե տեսնեք ուտոպիաների գաղափարներն են, այդ Թոմաս Մոր եւ այլն 15-րդ դարի, այսինքն ինչ որ հորինված երկրներում, թե կան այդ երկրները, այս աշխարհում են, ինչ որ մեկը ճամփորդել է, գնացել, տեսել է ինչ որ բան։ Այդ առաջի անգամ որ մենք տեսնում ենք, որ դրախտը կարելի է ստեղ կա։ Այսինքն տեսնում են կամպանել է Աստծո բանը, արևի քաղաքը, այսինքն տեսնում են ինչ որ այլ մշակույթի մարդիկ հորինում են, էլի այդ մարդիկ։ Բայց այդ դրախտը, որ այստեղ կարելի է կառուցել, ստեղծել, այսինքն սոցիալական ինժեներիայի եւ այլնի, պետության, ինքնության եւ այլնի մասին է։ Բայց ամեն դեպքում ոնց որ այսօրվա օրով երբ մենք խոսում ենք դրա մասին, հարցը այն է, որ արդեն իմաստել չկա քննարկելու նրան այն արդյոք ճիշտ են իրան կարել ազգանյականությունը ճիշտ էր, սխալ էր, մենք այլընտրանք չունենք։ Ոնց որ մենք հիմա արդեն այնքանով ենք կապակցված աշխարհով մեկ այս գաղափարներով, որ դու կամ խաղում ես նույն կանոններով կամ քեզ կոչիչացնեն ուղղակի։ Միանշանակ, բայց տեղն է կարևոր, եթե ասում ենք, եթե սա ինչ որ ժամանակային բնույթ ունեցող մոդել է, այդ ազգանյակ մինչև այդ, չգիտեմ, կրոնական ինքնություններ կամ ֆեոդալական ինչ որ արդյոք մի 200 տարի ուրիշ մոդել չի լինելու։ Ես հուսով եմ, որ կլինի։ Ինձ ոնց որ ազգանյականության իդեաները իմ համար այդքան էլ գայթակղիչ չեն, չհաշված նրան, որ ուրիշ ընտրություն չկա, որովհետև պատմության մեջ մենք շատ ենք տեսել ոնց է տոքսիկացվում ազգանյականությունը, ոնց է ինքը դեպի ֆաշիզմ արագ գալիս։ Դե ուրիշ գաղափարներ են տոքսիկացվում, ասիկան կոմունիզմը ազգայնականության մասին չի, բայց տեսնում ենք ինչի է բերել։ Կոմունիզմի դեպքում մենք ունեցել ենք մի հատ երկու հատ փորձ աշխարհում, ունես չի որ առաջին կապիտալիստական փորձերը տենց կապիտալիզմն էլ լավ չեմ, դրա համար ասում, բայց ազգայնականության հիմքի վրա չի։ Կապիտալիզմն էլ ազգայնականության հիմքի վրա չի։ Ну, կապիտալը ազգություն չունի, կա եթե հա, հասկանում եմ ինչ ես ասում, բայց նայն օրինակ նույն կոմունիզմի դեպքում էլ ազգ չէր կոչվում, ժողովուրդ էր կոչվում, բայց մոտավորապես նույն պրինցիպով էր աշխատում։ Հա, բայց то есть դու ոնց որ ազգերի փոխարեն դասակարգերն ես օգտագործում որպես տենց հակադրվող բաներ, բայց ամեն դեպքում ինձ թվում է մենք ավելի լավ տարբերակ չունենք ոչ այս տարածաշրջանում, ոչ այս կլիմայում։ Հիմա Տիգրանի հարցը մնացել է օդում։ Բայց ինձ թվում է, որ ինչ որ ժամանակ հետո անխուսափելի մենք պետք է անցնենք այս этаպը, причем փաստ չի, որ մենք դեպի ավելի լավ տեղ ենք անցնում։ Օրինակ մտքերի ուղղվածությունը մեկը ֆուտուրիստներին եթե նայենք, որ մենք դառնալու ենք արդեն sense կորպորացիաներ ուղղակի, որ ունենալու է Facebook-ի երկիր, Meta-ի, լինելու է Google-ի երկիր, որտեվ այս պայն Meta-ն կարա իրան բանակ թույլ տա, որը շատ երկրներից ավելի ուժեղ կլինի։ Լրացնելով Յանիս Վարուֆակիսը կա, որ Հունաստանի ֆինանսների վարչապետն է եղել կրիզիսի ժամանակ իրանց, հիմիկվա տենց լիբերալ մտքերից է ակտիվ, այդ ամեն ինչը բան բառեր ունի, դու բան ես էլի մտքերը նկարագրում ես, այս բառն կատեգորիա, ինչ որ ոնց է տեխնոֆեոդալիզմ, տենց է ասում էլի։ Վերջը մեզ ինչ որ կետից նույն ազգային շահը չի կապում։
Երևի ու Եվ դա որն է։ կիսող բոլոր մարդիկ անկախ իրենց Այդ էթնոս- արդյոք Այս չի կիսում թվում են։ որ Չէ, արդյոք կիսում են չի ճիշտ հարցը։ Ով որ կիսում է, Հա, բայց դու Մենք- սկզբից հարցնում էիր, մենք հիմա հայ եթե դες- ինչ որ ֆրանսիացի գա եւ Ահա։ ասի հա ես այդ Չէ, ազգային հայերի շահերի մեջ։ կիսողն եմ։ Բոլոր նախորդ հայերը հարցի մի- եմ պատասխանում։ Չէ, բայց հիմա բոլոր Հիմա հայերի մեջ բան ազգությամբ, չգիտեմ, բանով արմատներով, պապական բան, այդ էլ հələ մի կողմ։ Արդյոք բոլորը նույն այդ շահն են, նույն գաղափարը։ ես մի բան սահմանում եմ այդ չհամաձայնեցի, որտեվ ինձ չի թվում որ ազգային շահը այդ այնա ինչ որ մեզ կապում է, մեզ կապում է ազգությունը։ Ազգային շահը այդ այնա ինչ որ կապվելով ազգությամբ մենք պետքա, այսինքն մենք գործողությունները պետքա կատարենք ազգային շահը դուրս կարա գալով տարբեր ազգային լինի, շահից։ բայց ինձ թվում է կամ նու ազգային շահ բանն է, պետությունն է, այսինքն ազգն է սահմանում հավաքական թե բանը, էլիտան, իշխանությունը այդ օրվա։ ինձ թվում է իրավիճակներ կան, որոնք դրդում են ինքնըստինքյան ձևակերպել այդ ազգային շահը։ Ու երևի դրա ձևակերպումը ես դրան եմ ավելի հակված Մորգենտաուի ձևակերպումը, որ մինիմալ ազգային շահը այդ անվտանգության ապահովումն է։ Եվ մեզ առնվազն լայն շրջանակի անվտանգային խնդիրները բերել հանգեցրել են մի կետի, որ մենք պետքա պաշտպանվենք։ Ես կարծում եմ, որ դա մինիմալ ազգային շահն է եղել եւ թե դա ոնց է ձևափոխվել, ինչի է վերափոխվել եւ քանի մարդ է, քանի շերտ է, բազմության քանի հատված, քանի մասա կիսում այդ արդեն լրիվ ուրիշ հարց է, որովհետեւ ազգային շահը կարիքն է։ Հիմա ինչ գործողություններ դու պետք է անես, որ այդ կարիքը բավարարես, այստեղ շատ մեծ հարցեր են առաջանում։ Օրինակ, Կարիքը թե նպատակը, կարիքը, որտեվ այդ սպրոսն է, հասկանում ես, որ մենք տենց մեզ պետքա որ մենք պաշտպանված լինենք, չէ՞։ Հիմա ասենք թե 2000-ականներից հետո մեր կառավարությունը գտավ ինչ որ տարբերակ, որ ասեց, այսպես մենք պաշտպանված կլինենք, եթե օրինակ Ռուսաստանը մեր թիկունքին կանգնած լինի։ Ու արդյոք դա ճիշտ քայլ էր, արդյոք դա պաշտպանեց ազգային շահը իսկականից։ Հասկանաս, բայց ոնց որ թե եթե մենք այդքանով ենք սահմանում, պաշտպանեց միտքը։ Դա մինիմալ, դա նվազագույնն է, որ պետքա այդ տարածքում իրար հետ համաձայնության եկած։ Հիմա սկսել եմ վախենալով ձևակերպել նրան։ Ինչ ասում եմ Տիգրան, ասում է, իսկ որն է տարածքը, նշանակում որովհետեւ այսինքն մեր կոլեկտիվ բան կա, այս Հարարեի մոտ կա, այս բան սուբյեկտիվ, ինչ որ օբյեկտիվ կամ կոլեկտիվ ինչ որ բան է, այլ այսինքն երբ որ բոլորը ինչ որ սուբյեկտիվ գաղափարի շուրջ համաձայնություն են կրում։ Հիմա մերը ո՞րն է։ Հիմա չգիտեմ որն է, բայց այդտեղ բանն է, Չարենցին է, որ ասում է, հիմա ուրիշ բաներ ասում, բայց եթե վերաձևակերպենք, հիմա ազգ կամ ազգային շահ կա, թե դա ուղեղի մորմոք է։ Ծնորք միրաժ։ Այո, հիմա դա այդ մեր բանն է, մտքի գեներացիան է, մեր կոլեկտիվ բանն է, չգիտեմ, հավատն է, անկալումն է, որ դա օբյեկտիվ հանգամանքների հետևանքով ձևավորված իրավիճակ է։ Եվ ես նորից պետքա գնամ հետ, հետի մնկալումն է, ես դրան եմ հակված ավելի շատ, որ անվտանգային կյանքի սպառնալիքի վտանգ, կյանքի սպառնալիքը լավ հիմա անգլիացիները որպես այդպեսին կյանքի սպառնալիքի հարց չունեն։ Հիմա իրանք ազգի իրանց դու կասես իրանք ոնց են Անգլիայի տարածքում ինչի շուրջ են համախմբել։ Այնակ որ ես դու sense ես ձևակերպում, էլի իմ մոտ մի լիքը հարցեր են առաջանում։ Ասենք թե ես ու դու sense նստած ենք, մենք ինչ կյանքի սպառնալիք ունենք։ Օրինակ Ադրբեջանից մենք ունենք կյանքի, ասենք թե Ենթադրենք ասա։ Ինչ որ sense իրատեսական ինչ որ իրավիճակ։ Հələ։ Հա, հիմա քո կյանքը պաշտպանելու դու շատ տարբերակներ ունես։ Օրինակ, հելնես գնաս։ Այնտեղից որտեղ դու սպառնալիք ունես։ Բայց ինչ որ բան քեզ սպառում է ստե։ Ըստեղ ոնց որ մենք չենք ջոգում որներ առաջինը։ Շատ եթե իմ օրինակով ու երևի իմ բաբլի օրինակով ես դրա մասին մտածում էի գրել նույնիսկ, բայց հələ չունեմ այնքան բազա ու այնքան չի հասունացել որ գրեմ։ Առաջին պահող բանը գերեզմաններն են։ Ես լուրջ եմ ասում, երբ որ ես մտածում եմ ես ինչի եմ ուզում այս տարածքը մնա, որովհետև ինձ իմ հարազատներին կապող մի հատ շատ կարևոր բան կա, դա գերեզմաններն են։ Ես չեմ ուզում օրինակ ստեղից գնամ ու այլևս երբեք չկարողանամ գամ օրինակ իմ հոր գերեզմանին, պապիկի գերեզմանին, իմ նախնիների գերեզմանին, որովհետև ես իրանց հետ ունեմ հիշողության կապ։ Եվ հենց դրա համար ես ուզում եմ ստեղ ապրեմ անվտանգ, ոչ թե որևէ այլ երկրում։ Հասկանում եմ, կոլեկտիվ հիշողությունը իրական շատ առանցքային բան է։ Բայց նայ, այդ նայ, միանգամից էլի գալիս է այնպես որ կոլեկտիվը ուրեմն արդեն կար,
ուրեմն կոլեկտիվը կար միջև պաշտպանության, այդ էլի քո հարցն է, որ երբ որ մենք ասում ենք, որ մենք պետքա պաշտպանված լինենք, մենք միանգամից մենքը հարց է առաջանում, ովքեր ենք ու ինչով ենք մենք Հիմա միավորվել։ այդ շղթան շարունակականա, չէ։ Իմ հերն էլ ուզելա մնա այդտեղ, որովհետև իր հիշողությունը, իր արմատները, իր մտածողությունը ձևավորվել է այդ տարածքում եւ այդ շղթան շարունակական է եւ մարդիկ, որոնք ուզել են այդ տարածքում ունեն, որտեվ ինչ որ բան իրենց կապում է, հենց այդ ցանկություն ունեցող մարդիկ են համախմբվել մի ընդհանուր նպատակի շուրջ։ Բայց օրինակ 40 թվին օրինակ պապու հայրը օրինակ եթե կռվել է բանում էլի համաշխարհայինում ինքը հայ ազգի համար է կռվել, թե բան ինչ որ կոմունիզմի խորհրդային իրականության եւ Ես վատ բանով չեմ ասում, հանդեպ ֆաշիզմ, այսինքն ինքնությունը ոնց է փոխվում էլի, այսինքն Չէ, բացի դրանից նայ տարբեր պատերազմի գնալու պատճառները կան տարբեր լինեն։ Պատերազմի գնալու պատճառի մասին, չէ՞, այլ ինքնությունը գաղափարներ կան, որոնք ստիպում են ազգերին կամ ինչ որ մարդկանց խմբերին զենք վերցնել ու կռվել։ Մենակ ազգայնականությունը չէ գաղափարը։ Պատմություն հետ գնանք են իմ սիրած, ես պատմություն շատ եմ սիրում, կապիկների չափ բանը Այս մոդելը, որ ասում ենք ազգայնականության, իրական դե պետությունը ինչ էր գլխավոր հին ժամանակներում, հիմա չէ սոցիալական ապահովություն, կրթություն ինչ ֆունկցիա ասես ունի, այն ժամանակ տենց երկու ֆունկցիա կար ու ինչով է էլի նաև ինքնիշխանությունը ձևակերպվում, հարկահանությունն է, այսինքն ով է հարկ վերցնում այդ տարածքից, դա էլ սուվերենն է մեծաշխով, էլի։ Եվ պատերազմ, այսինքն հարկը ինչի համար է որ բան անես, արքունիքը պահես եւ պատերազմ անես։ Այդ պատերազմը ձրի չի լինում, պետքա չգիտեմ, զինես մարդկանց եւ այլն տեղափոխության հարցերը։ Այսինքն քո պետությունը վերցնում էր հարկեր եւ պատերազմում էր, էլի ըստ էության։ Ու ինչ որ պահի, մինչեւ 15-րդ դար, այս մոդելը աշխատում էր ֆեոդալական իմաստով, այսինքն պետություն չկար, ինչ որ խմբեր հավաքվում էին, կարող թագավորին ենթակային թագավորը այդ արիստոկրատներին էր հավաքում տենց սերնդեսերունդ, չգիտեմ, տոհմերի ամեն մեկը ինչ որ զորք էր բերում, մինչև տենց բանը վառոդը չհայտնվեց Եվրոպայում եւ ասպետական, այսպես ասած, ձիրքը անզոր էր բանի փամփուշտի կամ հրետանու կամ հրանոթի առջև։ Երբ որ ամեն ինչ հավասարացվում է, այլ այսպես ասած։ Մի հատ միջանկյալ չմոռանաս, ասում է Բուսիդոն մեռավ այն ժամանակ, երբ որ առաջին հրացանը մտավ Ճապոնիա։ Միջնադարի ասպետականության ընդեղ էլ է այդ սկզբունքը, դե ոնց է ավարտվում կամ պետք է հասկանալ մի կետով չի ավարտվում, այդ 200 տարի, 300 տարի այդ իներցիան դեռ շարունակվում է, բայց այդտեղ ճակատամարտներ կան, ասենք 1500-ականներին, որ բանը ֆրանսիացի այդ ժամանակվա պատմաբանները բողոքում էին, որ պարտվեցին, բայց ինչ ասպետական բան եղան, որտեղ ազնիվ էին կռվում, չնայած են հոլանդացիները իրենց արկեբուզներով եկել են կրակում են մեր վրա ու մեր ասպարը ծակում են, այդտեղ երբ որ բանը այդ հեղափոխությունն է տեղի ունենում, որ առաջանում է մասսայի, սկեյլի, մասշտաբի անհրաժեշտություն, այսինքն դու բանս կարաս ավելի շատ մարդկանց այդ զենքը տաս, դա մեծ պատրաստություն պետք չի, որտեվ ձի քշելը տենց երկար սուր բանը օգտագործելը շատ ավելի հմտություն պահանջող բաներ են, բայց դրա համար ֆրանսիական հեղափոխությունը նաև նապոլեոնյան հաջողությունները նաև դրա հետ է կապված, էլի, որտեվ կար տենց այդ ֆրանսիական բանը ասում են 3 դասակարգ, չգիտեմ, առաջինը տենց արիստոկրատիան է, երկրորդը հոգևորականությունը, երրորդը այսպես ասած մնացած, չգիտեմ, բուրժուական, քաղաքային, առևտրական եւ այլն, է։ Ու երբ որ այդ մարդկանց այսպես ասած այդ սկեյլի մեջ են մտցնում են ազգի գաղափարի մեջ, տեսնում են մոդելը լավ է աշխատում, որովհետեւ պատերազմները ավելի շատ մարդ կա, ավելի մոբիլիզացված են այդ գաղափարով, ֆրանսիական, այդ քաղաքական, քաղաքացիական ազատությունների, եղբայրություն, ազատություն, հավասարություն, Liberté, égalité, fraternité, հա, այդ սկզբունքների համար այդ ազգի ձևավորում է։ Ու տեսնում եմ, որ այս մոդելը լավ է աշխատում, նաև կարաս այդ մարդկանցից ավելի շատ հարկ վերցնես, հնարավորություն տալով։ Իհարկե, ես եմ ասում, այս այն կետը չի պատմության մեջ, որից սկսվում է եւ ոչ էլ ինչ որ կետ որտեղ ավարտվում է, բայց օրինակ Մորգենթաունին հիշեցիր, այդ Մորգենթաունը էլի հետ է գնում դեպի Հոբս։ Իսկն պետք է հասկանալ, որ տարբեր աշխարհընկալումներ են, էլի, օրինակ եթե ասում ենք Մորգենթաուն ասում է, որ գլխավոր պաշտպանությունն է, այդ ուժերի բալանսն է, դες ոնց որ գնում է այն ակունք, որը ավելի հին է իրականում,
Հոբսին գաղափար ասում է բանը մարդը մարդուն գայլ է, էլի։ Իհարկե Լևիաֆանը կարդացել եմ Հոբսի ու շատ թույն գիրք է, բայց իհարկե շատ անգամ իր հետ այդքան էլ համաձայն չեմ, որ ինքը իր ամբողջ այդ մտածելակերպը գալիս է նրանից, որ բնական state-ը ինքը թշնամական է։ Բայց դու իրան մի նայի, որ հիմիկվա հայացքով են իվան, նայի, որ ինքը այն ժամանակ փորձում էր բան հիմնավորել, այսինքն ինչ որ քաոս է տիրում, այդ բանը նոր հեղափոխություն է, ռազմական, կրոննա թուլանում եւ այլն, ինչ որ քաոտիկ փոփոխություն է, ու ասում է, որ այս քաոտիկ փոփոխությունը մարդիկ բնականում sense քաոսի մեջ են, ու պետք է ինչ որ բան տալ իշխանությանը, պետությանը մեր իրավունքներից, որ մեզ պաշտպանի։ Այս քաոտիկ բանը Մորգենթաուն վերցնում է միջազգային հարաբերությունների վրա տարածում, ասում է, քանի որ տենց բան չկա, բնական իրավիճակում բոլորը բոլորի դեմ պատերազմ է, էլի։ Դրա համար չկա բարոյականություն։ Հա, բարոյականություն չկա, չգիտեմ, հակակշիռը միայն քո ուժն է, քո, չգիտեմ, եւ մի քիչ հակատրամաբանական է թվում, որ անընդհատ պատերազմ է բոլորը բոլորի դեմ, որովհետեւ պատերազմը ջանք պահանջող գործողություն է։ Իսկ մարդիկ ջանքից խուսափող էակներ են։ Լավ, պատերազմի պատկերացրը բռնություն պատկերացրը։ Նույն բանը, ոնց որ եթե մենք ինչ որ խմբով ապրում ենք, ինձ թվում է բռնությունը ինքստինքյան վերացող երևույթ է լինելու։ Մենք նախորդ անգամներին, որ մի քանի անգամ քննարկել ենք այդ բաժանումը մենքի ու նրանքի, այդտեղից է գալիս նաև բռնությունը, ու պատերազմն է այդտեղից գալիս։ Եթե ինչ որ մի բանի ավելցուկ եղա, դրա համար կոնֆլիկտ է լինելու եւ կամ պակաս ավելի։ Այստեղ հարմար տեղն է թուկի դիդեսին հիշելու, որը ասում էր, որ ոնց որ ուժերի բալանսի խախտման պատճառով է պատերազմը դառնում անխուսափելի։ Ոնց որ այլ ձևակերպմամբ իհարկե։ Էլի ես ինչ որտեղ չէ, համաձայն եմ, բայց ես այն միտքն ունեմ, որ դա ինչ որ աշխարհի ընկալում է։ Այսինքն դրան զուգահեռ կա այն աշխարհի ընկալումը, նույն, չգիտեմ, Հոբսի հետ զուգահեռ լոգներ եւ չգիտեմ, բաների հետ Մորգենթաու հետ, չգիտեմ, նեոլիբերալ ընկալումներն են այնտեղ ուրիշ նայ եւ այլն մարդիկ կան, ովքեր ասում են, որ ոչ թե մենք համագործակցային բնույթ ունեցող ենք, ոչ թե սկզբում պատերազմի դեմ, այնց տենց ավելի այլ օրինակ, չգիտեմ, Կանտը ասում էր բաներ, էլի, եթե մարդիկ ազատ են եւ բան են համագործակցային են, իրանք որպես հանրապետություն են ձեւ, որտեվ բոլորին է դա, այսինքն հանրապետության մոդելը, ազգային պետության եւ դա բոլորին է ներառում եւ բոլորը շահագրգռված են եւ բոլորը ունեն ինչ որ ընդհանուր ընկալում։ Ու այդ բոլորի ընդհանուր ընկալումը նաև արդեն այդ բանը նվազեցնում է ինչ որ մի ծիրանի, ով որ իր, չգիտեմ, մանկական տրավմաների պատճառով կորոշի բան պատերազմ սկսել եւ այլն։ Դրա հետ ասում եմ զուգահեռ կա այդ միջազգային հարաբերություններն են առաջանում, այսինքն ընդհանուր շահ, որ ասում են zero sum game։ Օրինակ Մորգենթաուի մոտ ավելի շատ այդ պատկերը, Թուկիդիդեսի մոդելը, որ այսինքն ինչ որ բալանս է, որոնք պետք է իրար հակակշռեն, բայց այն ընկալումը որ արդյոք որտեվ երկուսն է կա, այսինքն այն էլ կա, աշխարհը այնպես չի որ մենակ մի ձև է, էլի, երբ որ իդ առևտուր անես, իրար հետ կապեր հաստատես եւ այլն, դա քո համար երկու կողմից բան է, կախվածություն է ստեղծում, այսինքն այդ շահը բարեկեցությունը այնքան լավ է, որ դու արդեն պատերազմը ձեռ չի տալիս քեզ եւ դրանով է այսպես ասած քո բալանսը ապահովում։ Հիմա որն է, բան կա, ուրիշ դպրոց կա, ասենք էլի Աշոտի ասած հորինվածության եւ այլն, ասում եմ բանա, ոնց ձևակերպես, լեզուն ոնց ձևակերպի, դա էլ իրականությունն է դառնում քաղաքականության մեջ միջազգային Սեպիր Որֆի։ Այդ մի քիչ ուրիշ բան է։ Ես լեզվիկ վրա գնացի։ Դրա մասին կարող եմ իդե խոսանք, բայց բանա, օրինակ այդ Կոպենհագ, ասում եմ, եթե ազգային շահը սենց ձևակերպես կամ ասենք ասես էսա վտանգ, դա այդ պայից է դառնում վտանգ։ Երբ որ դու դրա մասին չես խոսացել, ու երբ որ խոսալ նկատի ունենք բան հանրային քննարկում, էլի չկա, դիսկուրս չկա, իշխանությունը չի դրել, ուրեմն այդտեղ վտանգ չկա եւ բանել չկա, էլի, խնդիրը չկա։ Ես խնդիր ունեմ այդտեղ, որ դու ասում ես իշխանությունը չի դրել։ Ես համաձայն եմ նրա հետ։ Ես համաձայն եմ նրա հետ, որ դա պետքա սահմանվի նոր դառնա ինքը որպես ազգային շահ, բայց միշտ չի որ դա վերևից է իջնում, դա կարա հա ներքևից բնական պայմաններ բնական գա, բայց էլի բնական ինչքանով բնական, այսինքն կարող է հանրությունը դրա մասին չի ձևակերպում, չի տալիս
Եվ ինչ որ բայ այդ մինչև չբանանես, ձևակերպումը տաս դիսկուրս չմտցնես, այդ չի դառնալու քո համար անվտանգային Դե ասենք Լեռնային Ղարաբաղը շարժման ժամանակ ձևակերպված է եղել որպես ազգային շահ։ Իսկ ո՞ւմա շատ Ինչքան ուժեղ ժամանակ ձևակերպված է եղել։ Մեր անկախության հռչակագրում շատ հստակ է ձևակերպումը։ Չէ, ես նկատի չունեմ այն պահից, երբ որ սկսվել է շարժումը կամ խմորվելը, որ պահից է Լեռնային Ղարաբաղը ձևակերպված եղել հանրության մոտ որպես ազգային շահ։ Մի պահից, երբ որ սպառնալիք է եղել։ Կամ ռիսկ է եղել։ Թե օրինակ խորհրդային միության այդ փլվելու ժամանակ ազգային ինչ որ տեղեր շարժումներ են սկսել, որոնք ձևակերպել են ամեն մեկը իր համար, Ադրբեջանում այնտեղ, Հայաստանում բանում օրինակ Վրաստանում Աբխազիայի հարցն են կարող ձևակերպել, այդ ազգային բանը արդեն ձևակերպել է, այդ ժամանակ դարձել է բան։ Չէ, դե ինքն այդ ձևակերպված եղել են, ուղղակի չէին այդ ժամանակը չէր, որ մարդկանց դրա շուրջ միավորել, բայց իրենք չէին կարող ուղղակի ձևակերպվեին հենց սովետի փլուզման ժամանակ, իրենք պետքա պատրաստ լինեն այդ մտքերը։ Իսկ կարող է դա ձևակերպված եղել այն ժամանակ, երբ որ Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին։ Այդ ժամանակից սկսվել է ձևակերպել։ Չէ, ձևակերպել ո՞րն է, մենք ասում ենք բան, ձևակերպվել բան, ենթագիտակցորեն, բայց տեսնում ենք 100 տարի, չգիտեմ, 100 չէ, լավ, 20-ականներին եթե ասում ենք բռնակցվել է, 70 տարի դրա լավ 50 տարի 60 տարի դրա մասին առանձնապես բան չի եղել, քաղաքական խոսույթ չի եղել, օրինակ մարդուն որ 70-ականներին չէին ասի որ ԼՂ հարցը դա ինչ որ ազգային բան է, էլի անվտանգության խնդիր է, կարող ազգային անվտանգության կոնցեպտը չլիներ, բայց էլի երբ որ չգիտեմ այդ գիտակցումը չի եղել, հիմա այդ Կոպենհագենյան դպրոցի ես չեմ ասում, էլի այս կարևոր է որ ինչ ասում եմ տարբեր խմբերի ինտերպրետացիաներն եմ ներկայացնում ինչ որ հարցերի շուրջ, էլի ես կարծիք չունեմ, ոչ մի բանի մասին կարծիք չունեմ, հա հիմա որն է, թե իրականում հա, այսինքն կա այդ խմբերի պետությունների միջև այդ դիսբալանսը եւ անկախ ամեն ինչից բանա լինելու, այսինքն թույլի զգալը թուլությունը դա հնարավորություն է տալու պատերազմի եւ այլնի, որտեղ տենց բան կա, դրան զուգահեռ դրան հակառակ ասում են բան, դիլեմա բան, security, անվտանգային դիլեմա, ասում են, երբ որ դու կողքին տեսնում ես, որ այդ վախերից կամ չգիտեմ զգուշություններից սկսում է զինվել հարևանդ, դու էլ սկսում ես դրա պատճառով զինվել ու տենց շարունակում է, այսինքն տարբեր մեկնաբանություններ են, էլի։ Հիմա օրինակ այսօրվա օրով իմ համար ազգային շահի գաղափարը ինքը իր նաև վատ կողմերն է ցույց տալի, որովհետև մենք սկզբից իրար այդ բոլորս համաձայնում ենք, որ մենք ազգ ենք, հետո մենք ասում ենք, որ մենք ունենք ազգային շահ, երրորդը մենք ասում ենք, որ ազգային շահը լավ բան է, բայց դրանից հետո կառավարությունը կարա այդ ազգային շահ ափսեի մեջ դնի թունավոր բաներ, բայց մենք արդեն վստահում ենք ափսեին։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Հասկանում եմ 90%-ով համաձայն եմ, բայց ես համաձայն չեմ, որ կառավարությունը այնքան անջատ է մեզնից, այսինքն մեզ արտացոլում է, եթե մենք մեր համար այդ թունավոր բաները օտար լինեն, ես կարող եմ տեղայնացնեմ ոնց որ այդ օրինակը, ենթադրենք մեր համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը եղել է ազգային շահ, անվտանգային հարց, բայց մարդիկ գնացել են մի քանի ընտրություն քվեարկել են քաղաքացիական պայմանագրի օգտին, որը դա ազգային շահից դուրս է հանել, դա մեր ազգային շահը չի, դա մեր պետական շահը չի, մենք պետքա համախմբվենք Հայաստանի Հանրապետության X տարածքի շուրջ։ Ավելին ասեմ, ու մարդիկ գնացել, միտքը այն է, որ շարունակել Ղարաբաղյան շարժումը ազգային շահին դեմ է։ Ասում են իմ իրական Հայաստանի կոնցեպտն է, որ այս Հայաստանի մասին է, այս տարածքի եւ 91 թվականի պատմություն եւ պատմական, որը տարբեր, բայց հիմա եթե էլի բանի պրիզմայով ենք նայում, էլի այդ Կոպենհագենյան դպրոցի բան ուղարկել է 20 թվի մեր հիմա գործող բանն է ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը, որը 20 թվի հուլիսին է հաստատվել, բայց դա բնականաբար ավելի շուտ սկսել է մշակվել։ Հիմա որ նայեք, իմիկվա իրականից կոորդինալ տարբեր բաներ են։ Հիմա որտեղ է այդտեղ փոխվել, այսինքն հանրության ընկալման մեջ 20-ի հուլիսին հրապարակված թուղթը այն ժամանակ շատ վալիդ, լեգիտիմ թուղթ է։ Հիմա կանք ասենք կիսվել են տարբեր ընկալումներ կան, էլի։ Դրա համար արդյոք
այդ չի փոխվում, այդ ոնց է տրանսֆորմացիան տեղի։ Արդյոք այդ դիսկուրսի փոփոխությունը դու ոնց որ ավելի շատ իմ հետ ես համաձայնում։ Իմ ասած այն է, որ նույն ձև ոնց որ մենք ասում ենք վարչական ռեսուրսի մասին, կառավարությունը քաղաքական կամք ունենալու դեպքում կարա պարտադրի ինչ որ մտքեր։ Կարա ասի, որ օրինակ ազգային շահից բխում է այլևս Արարատը ոչ միտեղ չներառելը։ Այդ մեր ազգային շահն է հիմա։ Ու ինչ որ մարդիկ սկսում են դրա տակ ռացիոնալիզացիա գտնել։ Ես մարդկանց հետ եմ խոսացել, որոնք արգումենտներ են բերում, որոնք ես չեմ լսել կառավարությունից։ Այսինքն իրանք նստել են, ինքնուրույն մտածել են, սկզբից հավատացել են, հետո շարունակել են այդ խոսակցությունը։ Արդեն այդ դառնում է քիչ-քիչ խոսակցության մաս, որ այս մեր ազգային շահից է բխում։ Ուզում ասեմ, ազգային շահ պիտակը կարա վտանգավոր դառնա, եթե քո կառավարությունը ինչ որ պատճառներով սխալներ ա գործում կամ վատ նպատակներ միտումներով անում։ Խոսում ես, որ ինքը ունի բավականաչափ ռեսուրս ազդեցություն գործելու։ Ռացիոնալ ոնց որ մեր քրիտիկական մտածելու այդ պաշտպանական շերտերը հեշտ է խոցում, որտեվ ընդունված է, որ ազգային շահը լավ բան է։ Ես ուզում եի ասել, որ ոչ թե ես եմ համաձայն Կոպենհագենյան դպրոցն։ Ես Կոպենհագեն։ Մերսի բրատ։ Բայց իրականում կարելի է տես նայել, էլի, ես չգիտեմ, հիմա որ փոխվում է դիսկուրսը, այդ հիմնական ռեսուրսը ունեն դիսկուրսը բանը, սեթ է անում, հիմնում է իշխանություն ունեցողը, էլի, ու ոնց որ դրանից նաև մարդկանց ընկալումներն են փոխվում։ Ես այդտեղ խնդրեմ ունեմ, բայց ես իմ խնդրի մասին չեմ խոսում։ Լավ է որ խնդրեմ կա, այսինքն այդ նաև իմ այս արդեն իմ կարծիքն է, որ Միշտ առաջացմիր չունես դու կարծիք։ Խափում էի բարձրում։ Բազմակարծության իմ համար այդ կարևոր արժեք է, այսինքն որ այդ ազատությունը լինի, որ մարդիկ կարծիքները բախվեն ու նաև ֆունդամենտալ հարցերի մասին բախվեն, ու այդ մասով հստակությունը ավելի քննարկման միջոցով բարձ դառնա, որովհետև երբ որ մենք ասենք մենակ սենցա կամ մենակ սենցա մի հատ էլ անվտանգային սպառնալիքով բան է անում, այդ դիսկուրսը փորձում է սահմանափակել, դե պարտադրել այսինքն հակառակ կողմն էլ է, այսինքն այնպես չի որ իշխանություն մենակ իշխանությունը չունի։ Սենց պետք է այդ անվտանգային հանրության մեջ մեկը կա։ Տարբեր իշխանական, այսպես ասած, բաներ կան, էլ այդ դաշտը տարբեր սենց իշխանական բաներ կա, մեկը ավելի հեղինակության իմաստով ես ասում։ Չէ, հենց իշխանության կառույցներ կան, միավորումներ կան եւ այլն, որոնք այսինքն իրանց, չգիտեմ, խմբի վրա ավելի ազդեցություն ունեն, հա, կարծիք ձևավորելու, քան նույն իշխանությունը։ Իրանք էլ այնտեղ են հակազդեցություն ձևավորում։ Ու այս իմաստով բան է, այսինքն իրանք էլ այդ դիսկուրսն է սեթանում։ Ու լավ է որ այդ բանը տեղի է ունենում այն իմաստով, իրանք էլ են այսպես իմպոզանում պարտադրում, ասում են օրինակ հակառակ ձևով, ասում են օրինակ բանը թուրքը մեզ կուտի, դա էլ ռացիոնալ բան չի է։ Ես եմ ասում, նայ որ իտոգում մենք էլի ազգային շահ ամբողջը կապված առնում անվտանգության հետ։ Նույնիսկ այդպես փոքր թվացող, փոքր չէ, բայց ուզում ասեմ չկապված թվացող Արարատի գաղափարը ինքը էլի անվտանգային խնդիր է։ Մեծ մենակ անվտանգային։ Օրինակ բան է էլի պատմական իմ համար էլի իմ կարծիքն եմ նորից ասում, բան է որ ժողովրդավարությունը, բարեկեցությունը, բարեկեցությունը նկատի չունեմ էլի մարդեն սոցիալական խնդիրներ չունենա։ Այդ նույն ինքնության, ինքնաիրացման, պահանջը բավարարելը նաև դա էլ է բարեկեցության, հանրային բարեկեցության։ Իմ համար դա էլ է կարող, դա էլ է ազգային շահ, այսինքն այդ էլ է ազգային շահ, բայց նվազագույնը եթե չլինի, անվտանգային ես վերադառնամ այդ օրինակին Արարատի, հա, օրինակ ինքը ունի մշակութային մեծ կարևորություն այս խոսակցության ժամանակ, բայց ինքը դարձել է ազգային շահի մեջ խոսակցության մաս հենց անվտանգային հարցերով, որովհետև կառավարությունը համարում է, որ Արարատի թեման շարունակելը անվտանգության սպառնալիքներ ունի, ես օրինակ ու իմ շատ ընկերները համարում են, որ Արարատի թեման ուրանալը անվտանգային խնդիրներ ունի։ Այսինքն մենք նույն պատճառով ենք այդ խոսակցությունը տարբեր կետերից ստանում, որ համ մենք համ իրանք մտածում են, որ այդ անվտանգային հարցը։ Բայց տարբեր անվտանգությունների հետ է կապված։ Տարբեր ընկալումների, հա։ Մոտարապես նույնի, նույն սպառնալիքի մասին է խոսքը։ Չէ, տարբեր ընկալումների երևի։ Դու ոչ ես ասում, եթե Արարատը ոնց որ վարագույրով փակենք, էլ չնայենք, մեզ ոչ մի բան չի լինի Թուրքիայից։ Դու ասում ես ընդհակառակը ինքնության հետ խնդիր ունենա։ Չէ, ես կարամ շատ տենց պրագմատիկ ասեմ, որ եթե մենք չենք հիշում, որ մենք ինչ որ բան կորցրել ենք, մենք չենք զգալու վտանգը ինչ որ բան կորցնելու։ Այսինքն պրիմիտիվ ձևով կարամ ասեմ։ Ու դրա համար եթե մենք սկսում ենք մոռանալ Արարատը, մենք թուրքերից վտանգը բարձրացնում ենք մեր հանդեպ։
Փաշինյանը ասում է, որ եթե մենք շարունակում ենք խոսալ Արարատի մասին, մենք բարձրացնում ենք Թուրքիայից վտանգը, то есть սպառնալիքը նույնն է երկու տեղում էլ, բայց տարբեր կարծիքներ են։ Իսկ թվում է միշտ պետք է այդ քաղաքական բանը քաղաքական է, էլի այդ կարճաժամկետը, տեխնիկան եւ այլն անջատել։ Դրա համար եմ ասում, այդ բազմակարծությունը ու քննարկումը միշտ ավելի բաների է, տեղեր է տանում, ավելի հետաքրքիր, որտեղ նույն մեր ազգային այդ անվտանգության ռազմավարության մեջ մենակ անվտանգային բանը չի, որը հիմիկվա բանից լրիվ փոխվել է։ Ասենք տնտեսական դիվերսիֆիկացիան է։ Հա, չէ, բաներ ունենք, այնտեղ 4 կետ ունենք, ոնց որ այնտեղ չգիտեմ, մի ժողովրդավարություն էր նշված կարևոր կետ, չեմ ասում փոխվել է, չի փոխվել, էլի։ Այլ բաներ ունենք, կարծեմ, այսինքն 4 հիմնական կետ։ Ուզում եմ ասեմ, մենակ անվտանգության հարցը չի։ Հիմա այլ բան է, որ մեր վրա, այդ մեր մաշկի վրա շատ սուր զգացվում է, բայց հիմա ասում ենք անգլիացիները այտենց բան չունեն, չէ, արտաքին կամ ունեն, մենք չենք զգում կամ այս հեռավոր կամ մերի համեմատ ասում ենք դե ինչ ունեն, որովհետև այնտեղ էլ չգիտեմ, ուկրաինական պատերազմն է եւ Եվրոպայի անվտանգության խնդիրներն են եւ այլն, գուցե իրանց մոտ էլ այդ ընկա։ Այդ առնվազն կան երկրներ, որոնք չունեն տենց վախեր կամ տենց սպառնալիքներ ակնհայտ, ու իրանք իհարկե ազգային շահերը ուրիշ կողմերից են ձևակերպելու։ Տենց երկիր որ չունի։ Ուրուգվայը, չգիտեմ։ Չէ, Բուլղարիա։ Բուլղարիան եւ ավելի շատ կան։ Բայց էականն է, ինչ է, էականն այսինքն այդ հիմա վերջ այդ ազգայինի մոբիլիզացիայի եւ ազգայինի շահը օբյեկտիվորեն մեր մեջ կա եւ եթե կա ոնց է փոխվում։ Դե նայ, ես ասում եմ, ինքը մեկը մյուսին չի հակասում։ Փողը օբյեկտիվորեն կա, իհարկե կա։ Փողի պակասը օբյեկտիվորեն զգացվում է իմ առողջության, իմ կրթության վրա եւ այլն եւ այլն։ Փողը աբսոլյուտно հորինված կոնցեպտ է։ Իր միակ գոյության ոնց որ հնարավոր գոյության պատճառը մեր հավատքն է, որ փողը կա։ Այդ կոլեկտիվ սուբյեկտիվիզմն է, ասենք։ Այսինքն եթե մենք սկսենք չհավատալ, որ փողը կա, այդ թղթերը ոչ մի արժեք չունեն։ Ուրեմն բայց այդտեղ հարցը ոչ թե բանի մասին է, ազգային անվտանգությունը, անվտանգության խնդիր կա թե չէ, այլ այդ ընկալում թե այդ անվտանգության խնդիրը որտեղ է։ Այդտեղ այսինքն մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, ու բավականին տեղ կարա տարբեր լինի։ Հիմա այդտեղ է հարցը, այսինքն օբյեկտիվ բա իրականությունը որն է այդտեղ։ Հիմա որտեղից է։ Իմ տրամաբանությամբ ազգային անվտանգության խնդրի ձևակերպման մեջ կարևոր է ընկալումը պատմական համատեքստի։ Պատմական համատեքստը ինձ թույլ է տալիս կարծել, որ մենք մշտական անվտանգային սպառնալիքի, նա սպառնալիքի չէ, կարող է այս պահին դա սպառնալիքի չի, կներես, մինչև մտածիր, մինչև հասկանաս։ Ես տեղը ասնում։ Կարող է այս պահին դա սպառնալիքի վերածված չի, բայց մշտական անվտանգային ռիսկերի ասելի սադրեմ քեզ։ Ահա։ Ես ու շատ եմ սա։ Ասում ես պատմության ընկալում, բայց այդ պատմությունն էլ չէ, ինքը նարատիվ է։ Այսինքն այդ նարատիվը կարող է տենց ագրվել, որը իրականությունը լիսի փորձն է ցույց տալիս։ Փորձը ցույց է տալիս, որ մենք առնվազն մի քանի անգամ նույն հակառակորդի հետ ունենում ենք բախում նույն թեմայի շրջանակում։ Ընդ որում, եթե այդտեղ խորանանք ու քննարկենք արդյոք Լեռնային Ղարաբաղը տարածքային խնդիր է թե չէ, շատ երկար ես կփորձեմ բացատրել, որ դա մենակ տարածքային խնդիր չի։ Հիմա ինքնության սենտիմենտի հարց։ Հա, հենց այդ է, բայց մենք մի քանի անգամ բախվում ենք դրա հետ, հետեւաբար համատեքստը ինձ թույլ է տալիս ունենալ զգացում անվտանգային ռիսկերի։ Դե քեզ էլ կասեն հակառակ կողմից, որ այդ քո այդ կոնտեքստը, որով դու ասում ես, որ ես նայում եմ պատմության եւ այլն, տենց պարտադրված էր։ Օրինակ, հիմա վերջը շատ լսի, մի վարքյան, հիմա պարտադրված է, թե պարտադրված չի, պարտադրված է ինչը մի հատ հստակեցրեմ։ Ասում եմ, օրինակ, սենց բան կա, սենց հետաքրքիր հիմա վերջերս երևույթ կա, որը տենց իմ երիտասարդ ժամանակներում տենց նոր էր հայտնվում, այդպես 1000-ից մեկ կարելի լսել։ Իսկ հիմա ինքը sense շատ է տարածված դառնում։ Այն որ Վարդան Մամիկոնյանը սխալ էր, Վասակը ճիշտ էր։ Հիմա շատ պոպուլար կարծիք է դառնում քիչ-քիչ, որովհետև ըստ այն նարատիվների, որը բրդում է մեր կառավարությունը, շատ ավելի հարմար է տենց մտածել։ Լավ, մի հատ ուրիշ հուզական թեմաներ են անցնում է 100 տարի, գնաց ասեմ, անցնում է 100 տարի ու ասենք թե այդ կարծիքը ամրապնդվում է ու մենք սկսում ենք լրիվ ուրիշ արդեն ինքնություն ունենալ։ Լրիվ մի բանի մասին ուրիշ օրինակ, որ մի քիչ հուզական կոնտեքստից լինի, հերո Ամերիկայի պատմությունը այդ անկախանալու գաղափարը, որ չէ, բանա, այտենց
կար թագավոր Անգլիայում, այնտեղ հանրապետական տրադիցիա էին ուզում, որ թագավոր չլինի, ժողովրդավարություն, ավելի հանրապետական վիճակներ, ուժերի հակակշռում եւ այլն, դրա համար այդ անկախությունը տեղի ունեցավ։ Ու այդ երկար ժամանակ գերակշռող պատմության ընկալում էր։ Հիմա քիչ թե շատ հիմա ընկալում է ձևավորվում, որ նա Ամերիկայի անկախացումը ստրկատիրությունը պահելու ձև էր, որովհետև Մեծ Բրիտանիան գնում էր ստրկատիրությունը վերացնելու, որ նայենք 1800-ական 3-ին կարծեմ վերացնում է ստրկատիրությունը, այնտեղ ասում է այդ գաղութները, որ կային 13 ամերիկյան, իրանց տնտեսական շահերից այդ էլիտաները փորձում են ապստամբել եւ դա ռեակցիա է դրան։ Այսինքն հիմա պատմությունը նաեւ սենց են նայում։ Այսինքն պետք է հասկանալ, որ եթե նախ նարատիվի մասին ընկալումն էլ է նարատիվ, էլի։ Լրիվ համաձայն եմ, բայց եթե մենք վերանանք շատ ավելի վաղ պատմությունից, վերցնենք վերջին 30-ից 50 տարին, մարդիկ, որոնք ապրել են այդ շրջաններում, իրադարձություններին մասնակից են եղել, իրանք կան, այսինքն մենք չենք կարդում դա մենակ գրքերից, ու նույնիսկ եթե ավելի այս կողմ գանք, մենք ենք ապրում այդ իրականության մեջ, առնվազն վերջին տասնամյակը մեզ թույլ է տալիս ինչ-որ իրադարձությունների հիման վրա ձևավորել այդ ընթացքի մասին կարծիք։ Ու այնպես չի, որ իրականությունից կտրված այդ կարծիքը։ Հետո ստե նա ինչ կայֆ բան կա, որ ինչի ազգանականությունը ստե շատ կարևոր դեր խաղում, որովհետև եթե մենք խոսում ենք մենակ ազգային շահերի մասին անվտանգության մենակ տեսանկյունից անընդհատ այդ անվտանգությունը ինչ է նշանակում մեր համար, հա, որ կետից է արդեն քո համար վտանգ։ Օրինակ, եթե քեզ տեղից հանեցին տնից, այդ վտանգ է ակնհայտորեն։ Իսկ եթե օրինակ քեզ ասում են կրոնդ վերացրա, եթե քեզ ասում են լեզուդ վերացրա, որ կետից է քո մոտ վտանգի զգացումը միանում։ Նախ այդ ամեն ինչը հենց այդտեղ է, որ ոչ մեկը ինձ չպետք է ասի, ես պետք է ինքնուրույն այդ որոշեմ։ Ինչ որ բաներ, ասենք թե քեզ ասում են էլ ավոկադո մի կեր։ Okay, էդի կարամ դիվանամ ասեք թե այդ ազգային իմ շահ, դու դրա հետ բան չես ունենում, հակադրվելու ցանկություն չես ունենում։ Հենց դա էլի ոնց որ տենց բան է։ Չէ, ես կտխրեմ, բայց դες լիքը բաներ եմ կորցրել էլի ու ստացել ընթացքում տարիների։ Այս ինչը չկա, այն ինչ կա, այդ քո ազգայնական պատկերի մեջ չի մտնում ավոկադոն, հասկանում ես, բայց այ ինչ որ մտնում է, այ այդ է անվտանգային խնդիր։ Մտնում ոնց է ձևակերպվել, ոնց է մտել։ Ու ինքը փոփոխվող է, ստեղ էլի բան չնամ ասել։ Բայց ուզում ասեմ իր Ոյ արկայության կարևորությունը։ որ sense բերում մի հատ ոչ վալիդ օրինակի վրա բան են բացատրում, որ լրիվ տարբեր բաներ է իրենց ասում, ավոկադոն ուրիշ է, այնտեղ քեզ կան ասեն вообще ստեղի։ Ես քեզ ուզում եմ ասեմ sense ցածրից սկսեմ, միջև ամենավատը գամ։ Ստե ուզում ասեմ որ սպեկտրը, որ ինչ որ բաներ կան, փորձեք տեսնեք որտեղ։ Իմ ասած այն է, որ ինչ որ քայլեր կան, միջև երբ քո այդ պաշտպանական ռեֆլեքսը չի միանալու։ Էս օքեյ է, էսի այդքան բան չի, լավ, էս էլ տենց բան։ Լսի կարող է շատ անհատական է, ես ասում եմ, երբ որ ինչ որ տենց պարտադրանքի բան է լինում, ուզում է դա ավոկադոյի վերաբերյալ լինի, ուզում է ինքնորոշման այլ հարցերի վերաբերի, իմ մոտ հակադրություն է առաջանում։ Ազգային, որ ասում ենք ինչ է մտնում, էլի ոնց է ձևավորվել։ Օրինակ ես ժամանակին մի քանի տարի առաջ հավեսով բան էի կարդում, Արծրունի, Գրիգոր Արծրունի բանը։ Նախ 19-րդ դարը ինքը տենց ազգային ռոմանտիզմի բան է, էլի, բոլոր բաների մոտ, ժողովուրդների մոտ, օրինակ չգիտեմ Ավստրա-Հունգարիայում 40-ական այդ բանը, հեղափոխությունը ինչ որ ազգերի գարուն են ասում, այնտեղ ազգային օրինակ Օսմանյան Թուրքիայում օսմանիզմի գաղափարը, էլ այդ ազգայնականության բանն է, այսինքն չկա թուրք, մահմեդական որպես այդպեսին, չկա մահմեդական, քրիստոնյա, չգիտեմ, այս հույն ուղղափառ եւ այլն, կա օսմանցիներ, որոնք միավորված են այդ ազգի քաղաքացիության գաղափարի շուրջ, այդ թանզիմաթիվ բաները, բարեփոխումները, որ կանգնեցին, եւ դրա մասին է։ Ու այս իմաստով բանա, նորացա ինչ էի ասում։ Որ հետաքրքիր է ոնց է ձևավորվում ազգայնականությունը։ Չէ, հա, ուզում եի ասեի բանի, այդ օսմանիզմի մասով, որ այնտեղ էլ հակառեակցիա սկսում այդ թուրքական էլիտաների կողմից, որ մենք իրենց հետ հավասար չենք։ Այսինքն իրենց մոտ էլ այդ հակառակ ռեակցիան նաև դրա պատճառով է կանգնում։ Բայց այս շարժումները եւ այլն է, այսինքն ինչ որ ակունք են, որոնք այնտեղ են ձևավորել ընկալումներ մեր մոտ են, այսինքն նույնիսկ Արծրունի որ կարդում ես, որ ըստ էության ազգայնականության մասին չի, էլի, ինչ որ ավելի շատ լիբերալ միտք է, ազատական միտք է, բարձրացվող քննարկող խնդիրները այնքան հիմիկվա քննարկող բաների նման բաներ կան հանրային հարցում, չգիտեմ, սերունդների տարբերություն, որ ոնց է ջահելությունը դուրս նայում,
չգիտեմ։ Գիրքը ո՞նց է կոչվում։ Ինքը բան է, գիրք չի, բան է, հոդվածների ժողովածու է, քան թերթ է։ Ինտերնետում պրոստը գտել ես։ Ամերիկյան համալսարանը կարծեմ արխիվացրել է այդ բոլորը, ինքը բան է, էլի, թե թերթու այդ բոլոր թերթի հոդվածները իր ասյունյակը տենց հրապարակված է։ Այս մասով բան է, որ խոսում ենք, ստանում են բան, էլի, Ռաֆին, ազգային ռոմանտիզմի տենց բանն է, էլի, տենց հիմնասյուներից է, չգիտեմ, որ միֆականացնում է այդ ազգային ընկալումը։ Հիմա արդյոք այդ ազգային ընկալումը կար, այն բանը, չգիտեմ, Սամվելի գործողություններում, թե ինքը բաներ, քրիստոնեական էր, թե էլիտաների պայքար էր։ Այսինքն Սամվելը ենթադրենք կար եւ իր գործողությունները իրական էին, բայց արդյոք դա բան էր, ոնց Ռաֆինը ներկայացնում ազգի ինքնության համար էր, թե օրինակ տարբեր իր ինտերպրետացիան։ Հա, թե իրական ուրիշ ինտերպրետացիա տարբեր խմբերի բաներ էլի, այսինքն ինչ որ խումբ, որը պրո բյուզանդական էր իրանց շահերի մասով էր եւ պրո պարսկական իրանց շահերի եւ չգիտեմ այլ բան խմբերի, չգիտեմ, դասակարգերի։ Ոսկե օրինակ բանա ոչերև պատիժը Դաստայևսկին գրել է ուղղակի թերթում այդ սպանության մասին կարդալով։ Հիմա ինչ պատճառներ են եղել, ինչ հետո այդ սա չկար, այդ սա արդեն ինքը այդ պատմության շուրջ հավաքել է, որտեղ ինքը ինչ որ բաներ ուներ, գաղափարներ ուներ։ Մեր համար Սամվելը դա բան է, չէ, ինչ որ դպրոցից սկսած մեր գիտակցության վրա ձևավորող բան է։ Ինքը բան է, էլի, այտենց այն երևույթներից է այդ գրականության, երբ որ ինքը գրականությունից դուրս է գալի, ստեղծագործությունից դուրս է գալի։ Այսինքն Սամվելի մասին մեծ մասը գիտեն իր արարքի մասին մենակ ու պատճառների։ Ամբողջ վեպը իր ինչ որ գեղեցկությամբ կամ իր խնդիրներով կամ մարդիկ չեն ճանաչում, իրանք ճանաչում են որպես այտենց արխետիպ Սամվելին, էլի։ Հիշում եմ, որ Սամվելը սուրմա էր քսում։ Թե այդ պապներ։ Պապներ, հա։ Ու ականջողեր ուներ երկար, հա։ Տեսեք, բայց բան է, էլի, մենք այսա ժամանակ պրսները չքննարկենք, ես շատ եմ ուզում մենք քննարկենք այս Իսրայելի կառավարության ցեղասպանության ընդունումը ու մեր կառավարության ռեակցիան, որովհետև միանգամից տարածվեց, ես ինձ սկսեցի միանգամից դեբիլ զգալ, որովհետև տարածված արձագանքը սոցցանցերում եւ այլն, ես ընդհանրապես չէի հասկանում, որ իսկ ինչ էր, որ արձագանքը։ Արձագանքի հիմնական մասը նրա մասին էր, որ այս ամեն ինչը Իսրայելը անում է իր պետական շահերից բխելով։ Ու ես դա ինձ դեբիլ եմ զգում, որովհետև ես մտածում եմ, բայց կարար այդ չաներ։ Եթե Իսրայելին պետք էր Թուրքիայի հետ ինչ որ խնդիրներ ունենալ, խնդրեմ չուներ, բայց խնդիրները բան գալիս, ինքը լիքը խաղակարտեր ուներ։ Դուք դες քո հիմա բայասի մասին եք խոսում, բայց այդտեղ քո բայասն կա, ու արել են եւ անում են, բայց մեր ինֆոտիրույթ հայտնվել է այդ, որտեղ դա է մեզ վերաբերել։ Ուզեմ ասեմ, որ իրանց մոտ լարված էին, հետեւաբար ինչ որ բաներ պետքա այդ գաղափարը այկան ցեղասպանության ընդունելու։ Ու ինքը կար 80-ականներից սկսած, ընդ տարբեր ձևով քննարկվել է ու ակտիվ է պահվել այդ սպասում են ճիշտ ժամանակին, որ այդ խաղակարտը խաղային, բայց նենց չէ, որ նրանք չեն կարա չես Կիպրոս թեմա սարքեին, չես դեր սարքեին։ Եմ ասում, կարողանում են, բայց մեր ինֆոտիրույթում այդ չի հասնում։ Ուզում ասեմ, նենց չէ, որ իրանք ընտրություն չունեին, ստիպված էս արեցին։ Իրանք ընտրեցին էս անեն։ Գուցե իթիվս այլոց կողմնացածներ են անում։ Ես նշից Իսրայելի արտաքին քաղաքականության հետևում եմ, բայց ինձ թվում է դա ինչ որ հատվածային կետային բան։ Եկեք ֆիքսենք, որ արդեն իսկ լարված էին հարաբերությունները, հետեւաբար ինչ որ քայլեր եղել են, որ լարվել են եւ էլի նորից ցեղասպանությունը ընդունել-չընդունելը քաղաքական քայլ է։ Ավելին ասեմ, մենք էլ ենք շատ տենց քայլեր արել, հա, օրինակ շատ տարիներ մենք ենթադրում էինք, որ Արցախը Հայաստանին չմիացնելու կամ նույնիսկ իր անկախություն ճանաչելը այդ ինչ որ ազգային շահից բխող քայլ է, որ մենք կարողանանք շարունակենք բանակցությունները։ Այսինքն նույնիսկ մենք բարոյական հարցը դնում էինք մի կողմ պրագմատիկության պատճառով։ Մենք ուրիշներից չենք կարող շատ բան պահանջենք այս պարագայում։ Մենք էլ ենք պրագմատիկ, իրանք էլ են պրագմատիկ, բայց իրանց պրագմատիկության մեջ իրանք ընտրել են նենց թեմա, որը всё же բարոյական ինչ որ նշանակություն ունի, որովհետև իսրայելների առնվազն ինչ որ դպրոցներում հայկական ցեղասպանությունը անցնում են ի տարբերություն օրինակ Թուրքիայի ու Ադրբեջանի, իրանք անցնում են որպես կատարված երևույթ։ Իսրայելի ժողովուրդը բավականին տեղյակ է հայկական ցեղասպանությունից։ Իրանց համար այդ նենց չէր, որ սաղի մոտ շոկ էր, ոնց ինչ հայկական ցեղասպանություն, չէ, իրանք գիտեն դրա մասին։ Ու այդ քաղաքական քայլը նույնպես ունի բարոյական ինչ որ երանգ էս ամեն ինչի մեջ։ Ոնց ես այդքան հա վատն այնց հարմար առիթ են օգտագործում։ Ինձ թվում է ասում է նենց հարմար առիթ էին սպասում, որ այդ օգտագործեին, որտեվ քաղաքական քայլ է, բայց նենց չի, որ այդ միանշանակ վատ է, որովհետև всё же դա վերաբերում է բարոյական հարցի, ճիշտ հասկացա։ Մեկ այդ, երկրորդը մեր արձագանքը ես ընդհանրապես չհասկացա, որ
ձեզ պահեք մոտարապես այս Հա, բայց ես ռեակցիա օրինակ այդ տվեցինք։ տեսակետը կիսողներից եմ։ Բայց նայ, մենք հիմա Որովհետև դա նենց հարց է, որ ինքը չի կարա քննարկման առարկա դառնա, եղել է ցեղասպանություն, եւ դու ցեղասպանված ժողովրդի պետություն ես, դու ուղղակի պետքա դա ճանաչես, դա բարոյական հարց է, դա որևէ այլ քննարկում չի կարա հիմա բայց ունենա։ դրա մասին չի խոսքը։ Հիմա մենք էլի նորից գանք Ասում ազգային ես պահեկում է պետք։ ասում էլի Դու գանք իրանք օգտագործում են, Հա։ իրանք օգտագործում են զոհերի հիշատակը եւ մնացած բոլոր բաները, որոնք նորից կապված են մենք էլ ենք ցեղասպանության հետ։ տենց անում, բոլորն է տենց անում են։ Մենք ի՞նչն ենք Քաղաքական անում։ դաշտում, Կարող անում, քաղաքական կարող պետական դաշտում բոլորն է ինչ որ ձև բարոյականությունը զոհաբերում են Հա, բայց ի՞նչն պրագմատիկությամբ։ է խնդիրը չտենց չասեին, ասեին մերսի, ուզում եմ հասկանալ։ Ասեմ, որովհետև նայ, այս պայն մենք տենում ենք, որ մեր տարածաշրջանում, որտեղ մենք Թուրքիայի հետ խնդիրներ ունենք, նոր ինչ որ խաղացող ամբտնում շատ ուժեղ դիրքերով ու ինչ որ явно սկսվելու է հակաթուրքական տրամադրությունը Իսրայելի մոտ, ինչը արձագանք է առաջացնում շատ բացասական Թուրքիայից ու Ադրբեջանից ու Հայաստանից։ Ստե մի քիչ անտրամաբանական Պետք է չի։ ասեր Հայաստանը։ Առնվազն ես կասեի մերսի այն մարդկանց, որոնք տարիներով շարունակում են այս թեման ակտիվ պահել, որպեսզի այսօրվա օրով այդ հնարավոր դառնա, որովհետև այդ թեման կարար ակտիվ չպահվեր ու այսօր ընդհանրապես այդ քարտը չխաղացվեր։ Արդյոք ես չեմ ասում տենց չի, բայց արդյոք այս կոնտեքստում, այսինքն Իսրայելի որոշումը պայմանավորված է եղել, չգիտեմ, հայ ինչ որ լոբինգով ճնշման խմբերով, Որովհետև մեկը իրանք Բա դու մի մարդ քիչ են։ առաջ ուրիշ բան էիր ասում։ Ես հենց այդ ասում, որ իրանք մեկը մարդ են կառավարության մեջ, որոնք մեկը ինչ որ բայեսներին Դու ուղղակի շատ ենթակա բարի են։ ես։ Օրինակ, Դու պարզապես շատ բարի ես։ ես ինչի։ Չէ, ես ինձ թվում է բավական պրագմատիկ բան եմ ասում։ Իրանք կարային Թուրքիայի հետ ինչ թեմայով ասես հակնեին, ներառյալ հորինված թեմաներով։ Բայց իրանք ընտրեցին Երևի դու չես պատկերացնում, թե Բայց ինչի համար են ցեղասպանության ժամանակ այս անում հիմա։ Դու երևի չես պատկերացնում, թե ցեղասպանության թեման Թուրքիայի համար ինչքան բարդ խնդիր է։ Որովհետև ասեմ, ինձ թվում է ինչի են անում, այդ իմ ենթադրությունն է, ես միջազգային հարաբերություններ չեմ սիրում, չեմ հասկանում, որովհետև կամ չեմ հասկանում դրա համար, չեմ սիրում, պատճառը հետևանքային կապը չեմ հասկացել, բայց այն ինչ որ Գազայում հիմա կատարվում է, Թուրքիան ակտիվ որակում է որպես ցեղասպանություն։ Եվ Իսրայելի համար որն է լավագույն հայելային գործիքը գտնել Թուրքիայի կողմից ցեղասպանություն եւ ասել սա ցեղասպանություն է, այս դուք եք այդ քո ասած քայլը շատ տարածված քայլ է ներքին շուկայի համար։ Ինքը արտաքին դաշտում այդքան շատ չի արվում։ Չէ, ո՞նց։ Ինձ թվում է շատ ես որ միջազգային հարաբերություն են գպա, իմ համար լավ արգումենտ բեր։ Իմ կարծիքով շատ բան արվում է ներքին շուկայի համար։ Այսինքն քաղաքականությունը ձևավորվում է ներսում եւ հետո դուրս է գալիս։ Հիմա դուք չեք մտածում, որ Իսրայելի ցեղասպանության ընդունումը բխում է նաեւ հայկական շահերից, որ մենք նաեւ շահ ունենք ստեղ, որ մենք ունենք, որովհետեւ այս պայն մաքսիմալ հիմա ցինիկ դաժե օրինակ բերեմ։ Այս պայն Թուրքիան ու Ադրբեջանը մեր դեմ դնում են ինչ որ պահանջներ, մենք իրանց կատարում ենք, ելնելով նրանից, որ դա բերելու է խաղաղության։ Հիմա այդ պահանջները գնալով դառնում են ավելի ու ավելի աբսուրդ ու մենք չունենք ոչ մի մեխանիզմ, միական ոչ մի մեխանիզմ դրան հակադարձելու։ Հիմա Իսրայելը ընդդից ասում է Թուրքիան վատնա, Թուրքիան ցեզվան արել։ Թուրքիան ցեզվան։ Հիմա մենք առնվազն կարենք մի քիչ խաղ անենք, այն առումը որ չէինք կարա հենց այսօրվա կառավարության տրամաբանության մեջ ուրիշ որևէ բան չէր ասի այս կառավարությունը իր տրամաբանության մեջ, որովհետև ինչ ասեր, եթե նախ ուղակի կամ անուղակի կերպով թեման տարվում է, որ Սփյուռքն է ցեղասպանության թեմայով զբաղվողը, Հայաստանի Հանրապետությունը չի, Սփյուռքն է։ Ու մենք գիտենք, մենք ընդունում ենք, մենք Սփյուռքին պատժկա ենք անում, աջակցում ենք ոնց կարանք, բայց մենք այդ օրակարգը առաջ չենք տանում։ Սպասի, մի հատ հետ գանք։ Դու ասացիր, որ դու ես այդ կարծիքի, որ այդ վատ բան է, որ Իսրայելը Ես ոչ թե մտածում եմ, որ ընդհանրապես ցեղասպանության ճանաչումը որևէ տեղ, որևէ երկրի կողմից վատ բան է, այլ վատ բան է զոհերի հարցը ըստ անհրաժեշտության շահարկելը։ Գործիք սարքելը։ Ի տարբերություն որ Եվ ինչպես կասել Հայաստանի վարչապետը զենքայնացել է։ Որ երկիրը չի ընդունել հայկական ցեղասպանությունը պետական մակարդակով ինչ որ ուրիշ պատճառներով։ Ինչ տենց օրինակ ունենք։ Լսիական չի, բնական չի վրթովմունքը, որ դա օգտագործվում է։ Պետք է օգտագործվում է։ վրթովենք ամեն անգամ, որ ինչ որ երկիր ընդունում էր հայկական ցեղասպանությունը պետական մակարդակով։ Չէ, բայց գիտես ինչ, մի Ուրուգվայը որ ընդունում էր, ինչի համար էր ընդունում։ Չէ, մի բանա որ գիտես ոնց, բայց հավանաբար ինչ որ պատճառ կար։ Հա, բայց ինձ թվում է մի բանա, երբ որ դու
կիսում ես այդ ազգի տառապանքը եւ ընդունում ես, որ այդ ողբերգությունը տեղի ա ունեցել եւ ասում ես, այս պատմական փաստը ճանաչում ենք։ Պետական ընդունումը պետք չի։ Մի բան է, երբ որ դու սպասում ես ոչ թե այդ բանը զոհի համար ես, զոհի հանուն ես անում, այլ անում ես ընդդեմ ագրեսորի։ Դե եմ ասում, եթե Իսրայելը, Հայաստանը չլիներ, ուրիշ լիներ, ինքը էլի է սպային օգտագործել Թուրքիայի դեմ, դա ոնց որ Թուրքիայի դեմ արել։ Այդ ես հասկանում եմ, բայց էլի եմ ասում, այդ մենք վերցնում ենք պետական միջազգային հարաբերությունների մեջ ինչ որ քարտեր խաղալը, ինչը միշտ էլ զոհերի շարժումը եղել է ու այդ անխուսափելի երևույթ է, բայց նորից եմ ասում, քաղաքական որոշում կար Իսրայելում, նույնիսկ դողմես որ 80-ականներին 90-ականներին իրանք Թուրքիայի հետ պահաճ պրոշտ էին, ոչ մի խնդիր չկար այնտեղ, բայց Իսրայելի դպրոցներում անցնում են հայկական ցեղասպանությունը, ինքը չի շղթվում պետական ներսի մակարդակով, չէր ճանաչվում պետական մակարդակով։ Հերթական ոնց որ ասենք, չգիտեմ, հերերոների ու նամաների ցեղասպանության հետ ոնց որ կուսումնասիրեին այդ ոնց որ Ռուանդան կուսումնասիրել։ Բայց չի շղթվում։ Ինքը չի ներկայացվում որպես քուրդերի ինչ որ որովհետև կարող է չափազանց սահմանները։ Ինչի շուրջ ենք անհամաձայնվում։ Իմ անհամաձայնությունը այն է, որ այս շատ դրական երևույթ է հայկական շահերի համար, որովհետև ինչ է հետապնդում այդ ճանաչման գործընթացին Իսրայելի ճանաչումից հետո։ Իրանք ինչ են հետապնդում, այդ երկրորդական հարցն է։ Ինչ է սպասվում դրանից հետո, ինչ է լինելու։ Ես ասում եմ, որ մենք ստանում ենք ինչ որ ռիճակ, որ մենք կարանք օրինակ ասենք թե, հա, ներքին ինչ որ կանալներով ճշտենք Իսրայել ջան, մեզնից ինչ է հասնում։ Ինչի համար։ Օբշով դզում է, բայց մեզնից ինչ է հասնում։ Տիպը հա, ինչ պատճառ կա, պետք է դու Թուրքիայի դեմ ես գնում, ասենք թե։ Չի ասի Հայաստանը տենց բան։ Ասենք թե, չէ, պատկերացրեք, մենք մինչև վերջան, դու չես մենք ուզում թուրք բանը իսրայելական բանի արանքում մտնել այն իմաստով, որ նա թողեք վերջացնեմ, որովհետև միտքս չեմ կարող վերջացնեմ, ասեմ ինչի, որովհետև մենք ուրիշ տարբերակ չունենք։ Եթե այդտեղ այդ կաշը սկսվի, նենց չի, որ մենք կարանք զերծ մնանք, այստեղ նեյտրալիտետը ընդհանրապես օպցիա չի լինելու։ Կամ մեզ կիսելու են, կամ մենք ինչ որ կողմ ենք վերցնելու։ Բայց պետք է հասկանալ, որ նույն Իսրայելը 44 օրյա ժամանակ ակտիվ ռազմական համագործակցության մեջ է եղել, շարունակում է զենքի բան մատակարար լինել մեծ ծավալներով Ադրբեջանին։ Ուզում եմ ասեմ, այնտեղ այդ ձևավորված բանը կա, չգիտեմ, partnership-ը կա։ Որը հենց հիմա մեր աչքի առաջ իր մեջ ճեղք մտա, որտեվ Ադրբեջանը շատ դու չես իրավացում, ուղղակի դրանից առաջ եղած իրադարձությունները տարբեր են, այսինքն այդ ճեղքը լավ եղավ, բայց ոնց որ դու քո starting point-ը այսինքն այս ճանաչումը չի բերելու այն հարաբերությունների մակարդակին, օրինակ նույնիսկ Ադրբեջանը ունի բանի հետ։ Նայ, հիմա ի՞նչն է խնդիրը։ Այդ մտածելակերպը այստեղ եմ ես ինձ բուց զգում, որ երկրները նենց ճեղքեր են մցրել, ունենց երբ որ խոսքի երկրորդ համաշխարհայինը սկսվեց, Ամերիկան լրիվ Հիտլերի հետ օքեյ էր։ Իրանք նստացնում էին մարդկանց, որոնք Հիտլերի դեմ խոսում էին, որովհետև մենք գերմանական հաճախորդ ենք կորցնում։ Անգլիական ինչ որ լրտեսների խումբ ուղարկվել էր Ամերիկա, որ իրանք կապ հաստատեին պաշտոնյաների կանանց հետ, որոնց մեջ կսացի բանն էր Բոնդի հեղինակը Ֆլեմինգը, հա, որ իրանք կապ հաստատեն կանանց հետ, որ կարողանան մտցնեն այդ գաղափարը խոսույթի մեջ, որ Ամերիկան երկրորդ ֆրոնտ բացի։ Ուզում ասեմ, այս նորմալ է, որ երկրները իրար մեջ տենց խաղեր են անում ու ճեղքեր են մստում։ Ամեն դեպքում նույնիսկ ասում եմ ես, որ ամենասկզբից ասի ամենացին կավարի կողմից մոտենամ, նույնիսկ եթե մեր վերջնական որոշումն է, որ մենք Թուրքիայի աղբերներն ենք ու այսուհետ մենք սա լավ ալնելու, այս պահին մենք Թուրքիայից ոչ մի բան չենք կարա պահանջենք, բայց եթե իրանք մտածեն, որ մենք կարանք դառնանք խնդիր այն առումով, որ Իսրայելը հակաթուրքական կոալիցիա է հավաքում ու մենք կարանք լինենք այդ կոալիցիայի մաս, գինը նրա համար, որ մենք չլինենք այդ կոալիցիայի մաս, կարա շատ բարձր լինի։ Իսկ մենք չենք օգտագործում այդ ազգային անվտանգության վերջին ռազմավարության մեջ Հայաստանի անունը նույնիսկ չի գրում, որովհետև այս բան չկա, բայց եթե որովհետև մենք որևէ գործոն չենք, բայց եթե հակաթուրքական կոալիցիա լինի, մենք Թուրքիայի կողքն ենք, մենք առաջին բանն ենք։ Կարանք, հա, կողքը նկատի ունես, հա։ Հարևանությամբ ես սխալ հասկացա ես։ Նորից այդ արդեն ես ուզում եմ կլինի ոչ մեկի կողքը դեպը չլինենք։ Հիմա ես հասկանում եմ փոք բանը միջազգային տեսություն հարաբերությունների տեսությունը մեկ կա, որ ասում փոքր երկիրը չի կարող մենակ լինի։ Ասում bandwagon պետք է լինես, պետք է մի հատ ուժեղի գտնես, կպնես։ Ես ընդհանրապես նկատի ունեի տարածքով մենք հարևաններ ենք։ Հա, ես բայց այն մտքին եմ, որ ինչքան հնարավոր է, գուցե պետքա բան էլի զգուշ լինել, որովհետև բանա
Այն գաղ ես վախեցած եմ եւ զգուշավոր եմ բան, բայց ոնց որ գոնե իմ սերունդի եւ այլ, ասում եմ, ինչ փորձություն ասես, տեսանք, էլի։ Ես մի հատ ուզում եմ քո ասածը կարա հակառակ էֆեկտ համաձայն եմ, դրա հետ համաձայն եմ, բայց ես իմ վախերն եմ բացատրում, էլի։ Ուզում եմ քո ասածին մի հատ ամփոփ արձագանք անեմ, ոնց որ հասկանալի է, որ դու ասում ես, որտեղից հնարավոր է մի օգուտ ոնց որ կարողանանք բան անենք, նույնիսկ եթե այդ Իսրայելն է եւ ոչ բարի նպատակներով է դա անում, բայց չգիտեմ, ես առնվազն չունեմ այնքան տվյալ, որ հասկանամ իսրայելա-թուրքական հարաբերությունները, ասենք վերջին տասնամյակում քանի անգամ են ունեցել այսենց վիճակներ, իսկ իրանք ունեցել են տենց վիճակներ։ Սենց ընդունում չի եղել։ Լսի անցած անգամ էլ Իսրայելը էլի նույն քայլա։ Բայց դու չգիտես Քնեսեթը ոնց որ վավերացնելու է այդ նախագիծը, թե չէ։ Այդ կարևոր չի։ Նույն ձև Ռուսաստանը Դումայի պարագայում ընդունել է ցեղասպանությունը ու վերջ, բայց այդքանը հերիք է։ Ու նայ, երբ որ Ադրբեջանը ասում է մենք տոլի խնդրում ենք, տոլի պահանջում ենք Իսրայելից, որ իրանք հետ քաշեն այդ ընդունում։ Իրանք չեն ասում, որ չընդունեն։ То есть այս քայլը արդեն դիտարկվում է, որովհետև որպես շատ աննախադեպ ուժեղ քաղաքական քայլ։ Նույնիսկ եթե Իսրայելի վարչապետը ուղղակի հայտարարություն աներ։ Լեզուն, որով իրանք արձագանքում են, իրանք չեն ասում մենք խնդրում ենք, որ քեզ մետը չվավերացնի։ Իրանք ասում են մենք խնդրում ենք, որ դուք հետ քաշեք։ Սենց օրինակվեմ, եթե դու դրան արժեք ես տալիս, որպես սուբյեկտ Հայաստանը սուբյեկտ էլի, դա քո համար նաև բան է դառնալու էլի։ Քո դեմ կարա օգտագործվի։ Այն իմաստով, որ դա կա միջազգային հարաբերություններում կարան բան։ Ես ինչ այսօր լավ զուգահեռ օրինակ կա, բանը, երբ որ հայ-թուրքական 2008-ի հարաբերությունների նորմալացում էր գնում, Ամերիկայից ասում էին մենք չենք ճանաչելու ցեղասպանությունը, որովհետև ձեր կողմից կա այդ պահանջը, որ դուք ասում եք, բանը, այս ցեղասպանություն քանի որ կարևոր է քաղաքական նշանակություն ունի, հիմա դուք գնում եք հարաբերությունների կարգավորման, դրա համար բանը, այս հարցը դնում ենք մի կողմ։ Հետո այդ հարաբերությունները բան եղան, Ամերիկան ճանաչեց էլի ինչ որ գործիք դրան տալով։ Հիմա դա չի լինելու, որ քաղաքականության մեջ հենց օգտագործվեց, դա գործիք է դառնալու։ Բայց պետք է հասկանալ, որ դա այդ գործիքը կարող քո դեմ էլ օգտագործվի։ Դե նայ, ես օրինակ առնվազն, եթե մենք խոսում ենք ուղղակի հայտարարությունների մասին, նենց չի էլի, որ մենք հիմա ասում ենք մենք երբեք չենք փորձել։ Նենց չի, որ մենք հիմա զանգում ենք բոլոր երկրներին ու ասում ենք կլինի դուք էլ չճանաչեք հայկական ցեղասպանությունը, որտեղ վաղը մյուսօր կարող է մեզ դրա համար կոտորեն։ Մենք տենց հիմարություն չենք անում, չէ՞։ Հա, բայց այդ նույն բանը չի։ Ախր եթե ընդունել են արդեն առանց մեզ հարցնելու են ընդունել։ Իսկ մենք դրանից առաջ բոլորին շնորհակալություն ենք հայտնելու ընդունելը։ Ո՞վ ոտքը շարժում։ Ես սեղան եմ շարժում։ Երևի շարժի։ Հա, կներեք։ Ոչ, ուզում ասեմ, այս քայլը արդեն նույնիսկ որպես զգուշավորություն չի թվում ինձ։ Ինքը թվում է արդեն հիմարություն իմ համար, որովհետև չկար ոչ մի կար առնվազն կարելի էր նստել մի հատ լավ speech writer-ի հետ, լավ դիվանագետների հետ ու ճիշտ տակտիկական պատասխան մտածել, որը ոչ թե լինի sense ես փորձեմ ապոլոգիա ամենաուժեղ երկրներից մեկին, որը ինչ որ ձև մեզ ձեռ է մեկնել այս բային։ Ճիշտ մարդությունը քո ասացի մեջտեղում է, բայց ես կթողնեմ որ Տիգրանը այս թեման բան չի ասում հակառակ բան է, ապոլո արդարացնելու է այն հիպոթետիկ բանով, ենթադրության որ հիմա չգիտեմ Թուրքիայի հետ օրինակ ինչ որ դիվանագիտական կապեր հաստատելու process կա։ Պրոբլեմն այն է, որ մենք չենք հաստատել ոչ մի կապ։ Չէ, ասում։ Պատերազմից անցել է 6 տարի, 0 կապ է հաստատվել։ Process կա, ու այնտեղ բան կա, պայմանավորվածություն կա դիվանագետների, դիվանագետների եւ երրորդ անձանց համար բանը Պեկի հետ կապված բաներ, սահմանահատումները թույլատրելու եւ այլն, բայց ինչ որ process է, որը դու փորձում ես քո անվտանգության ընկալման մեջ բան անել, էլի օգտագործել։ Հիմա եթե դու դա անես, գիտես որ դիմացինի համար այդ բանն է, էլի։ Ոչ թե trigger-ը հարմար առիթ է այդ process-ը բան կանգնեցնելու։ Որ ինքը ոչ թե կարա trigger-ը չլինի, ինքը կարա որպես trigger օգտագործի։ Քո պոզիցիան ինքը իմ համար աբսոլյուտ, էլի ես լուրջ եմ ասում, ես հիմա բան մեյմունություն չեմ անում, ես ինձ դեբիլ եմ զգում, որովհետև ես չեմ տենում, որովհետև նայ, քո պոզիցիան։ Իմ պոզիցիան չի, ես հակառակ բանն եմ, քո այդ որը առնվազն ինքը կա։ Միլիարդի աշխարհ։ Ինչ որ մարդկանց մոտ, բայց ինքը ենթադրում է, որ Թուրքիան գնում է կարգավորման ոնց որ բան զենքի բան gun point-ի պատճառով որ ինքը ուրիշ տարբերակ չունի ինքը 1000 ու մի տարբերակ ունի չգնալու կարգավորման։ Հա, դրա համար առիթ պետք չի։ Չէ, դրա համար շատ դժվար է քո ասած ձևով այսքան process-ը առաջ գնացել,
Դե աշխատանք է եւ այլն։ Ես չեմ մտածում, որ լավ, ստեղ մի քիչ ես բայես ունեմ, այն առումով, որ ես չէ, իմ բայեսը նրա մեջ է, որ ես չեմ հավատում, որ Թուրքիան ընդհանրապես գնալու է այդ process-ի։ Ես մտածում, որ ինքը ժամանակ է ձգում, այնքան ինչքան կարա, որովհետեւ անընդհատ դրա համար ինչ որ դիվիդենդներ է ստանում։ Ու ես ընդհանրապես չեմ մտածում, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերից ազգային բխումա կայուն ու զարգացող Հայաստանը։ Նույնիսկ մի կողմ դնենք պատերազմական հարցը։ Կարա էլ երբեք պատերազմ չլինի։ Ձգելը Հայաստանին էլ է օգուտ։ Ինչ կարող է, ելի եմ ասում, էդ էլ կարող է, բայց առնվազն մենք կարանք մի հատ աչքով ունքով անենք, էլի այն կողմ։ Ես կարամ համաձայնեմ քո հետ այնտեղ, որ գուցե պետք էր մի քիչ ավելի ծավալուն արձագանք անել, որը կլիներ մի քիչ ավելի նեյտրալ, այսինքն համ կխոսվեր նրա մասին, որ լավ է, որ շատ պետություններ են ճանաչում ցեղասպանությունը, բայց մեզ անհանգստացնում է, որ ցեղասպանությունը, այդ ողբերգությունը զենքայնացվում է, ոչ թե տենց օդ կրակած նախադասությամբ, բայց ամեն դեպքում եթե գործող կառավարության տրամաբանության մեջ ենք նայում, ես հասկանում եմ, որ տրամաբանությունը հետևյալն է, եկեք կտրուկ շարժումներ չանենք, քանի ինչ որ մի բան առաջ է գնում, եկեք կտրուկ ոչ մի բան չանենք։ Այս է շատ վտանգավոր, նայ ինչ ես ուղղակի սարսափում եմ այս մտքից, որ ինչքան է նեղացել մեր շարժվելու ունակությունը, որ դիվանագիտական ինչ որ sense ամբիվալենտ բան ասելը, այդ արդեն կտրուկ շարժում է, այստեղ ենք մենք ասել, էլի։ Պատահական չհիշեցի այդ 20 թվականի մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեվ եթե այնտեղ նայես, լրիվ այլ լեզու է, Թուրքիայի եւ ցեղասպանության մասին, ու եթե նաեւ այն ժամանակվա հայտարարությունները հիշես, որոնք նախորդեցին 44 օրյային, այնտեղ մենք բան էինք Թուրքիայի պաշտոնյաներ ունենք, ովքեր Թուրքիային տարածքային պահանջներ էին ներկայացնում։ Սևրի պայմանագիր էին հիշատակում, որտեղ 1920-ից 100 տարի անց 2020 թվականներ եւ այլն։ Ու գիտես ոնց ինչ որ մարդկային բանով կարող է դա վախ է ստեղծել, սարսափ ինչ որ մենք ստեղ կտրուկ շարժում արեցինք եւ ինչ հետևանքներ ունեցավ Թուրքիայի ակտիվ մասնակցություն կոնֆլիկտին եւ եկեք հիմա լրիվ հակառակը անենք, մենք գուցե պետք է երևի առանձին պատերազմների մասին թողարկում անենք, որովհետեւ ստեի մոտ մի անգամից 1000 հարց առաջանում, ոնց կարա մի հատ ֆրազայի պատճառով պատերազմը պատրաստվում է տարիներով, հա, դու իրան դիրքավորում ես, ստրատեգիաներ ես գծում, այդ ամեն ինչը արվում է։ Այսինքն ու հետո մեզ չի վրանք նստած սպասում են երբ են տարածքային ինչ-որ բան։ Օրինակ բանը 39 թվականին Թուրքիան մոշել երբ 6 տարվա մեջ երկրորդ համաշխարհային չմտավ։ Հիմա արդյոք ինչ որ բայ չէր կարա մտներ։ Դե վերջի օրը մտավ։ Չէ, վերջի օրը մտավ, իսկ չէ, մասնակ չգիտեմ։ Ինքը վերջի օրը բան դաշնակիցների հետ մտավ։ Okay։ Հենց ջոգես որ արդեն 100%-ը։ Կամ չգիտեմ, 17 թվին որ բան ԱՄՆ-ն մտավ առաջի համաշխարհայինի մեջ։ Այսինքն դա հնարավորությունների մասին է, այնպես չի որ այտենց հստակ այտենց դետերմինիստական է սկետին հասել։ Մի օր ես կմտնեմ շատ խիստ ազգայնական տրամադրությունների մեջ եւ լավ չեմ շարունակի։ Ուզում եմ ասել եւ ինչ կանեմ, բայց չէ ասի։ Ի վերջո մենք ազգային շահի, մեր ներկայիս ազգային շահի մասին շատ չխոսեցինք։ Ինչա մեզ երկրորդ սերիա է պետքա։ Մի հատ բան է, կարևոր է նաև ազգային շահի մեջ ասել, որ ազգային շահի գիտակցումն է ազգային շահ։ Հա, շատ լավ։ Կարանք գիտեք ոնց անենք։ Եթե դու հասկանում ես ինչ կարա լինի այդ քննարկումը կա, այդ ձևակերպումների մեխանիզմը կա։ Որոնում ես առնվազն։ Հա, այդ ճանապարհը արդեն բան է, նպատակի իմաստով բան է, իրացվում է։ Այսպես ինչն է հիմա ամենամեծ արգելքը, որ մենք ձևավորենք ազգային շահ ու միավորվենք իր շուրջ։ Ինչ թվում է այդ բանը ինչ որ կներես, բայց wishful thinking-ա, որ մենք ինչ որ բանի շուրջ միավորվելու ենք, որտեվ մենք տարբեր ենք կարողներ ունենք, ինչ որ բանով իհարկե ազգային ընդհանրությունները կան, բայց բանը, այսինքն բազմակարծությունը դրա մասին է, որ դու երբեք բազմակարծության մասին չէ։ Օրինակ, եթե սկսում է երկրաշարժ, մենք բոլորս միավորված մարդկանց ենք փրկելու, ինչ որ մարդիկ հա կարող է լավ իրանց չպայեն, կարող է ինչ որ բան մարաջորություն ինչ որ կլինի, բայց դա շատ փոքր տոկոս է։ Հիմնականում մարդիկ նույնիսկ որոնք կարող է երբեք ոչ մի տենց
անձնանվեր բան չեն արել, կսկսեն անել, որովհետև նույն 88-ի երկրաշարժը շատ այնս պատմություններ ունի ու այդ հերթերը հաղթողների, որ գնում են այնտե ու մարդիկ պարտավոր չեն այդ անեն, բայց գնում են։ Ես դեմ չեմ, բայց տոկոսի մասով բանը պատմություն այդ մարաձորությունների մասին չեն գրում էլի դրա համար։ Ամեն դեպքում Դիվյանտ Բայլաձևը միշտ շատ փոքր տոկոս է, ինքը միշտ ռոպագանդայի գործիք է, բայց միշտ շատ փոքր գործիք է, մարդիկ մեծամասնությամբ լավն են։ Հիմա հարցը այն է, որ ինչ չէ բարի է։ Հարցը այն է, ինչ ադոբրի ոնց որ ինձ հետևորն ուղղակի։ Հա, ուզում ասեմ, ես ինչ որ մենք ունենք գաղափարներ, որոնց շուրջ մենք կարանք միավորենք, մենք ունենք ինչ որ ազգային գաղափարներ։ Ես շատ հիասթափված եմ, որովհետև այն ինչի շուրջ մենք կարայինք միավորվենք, մենք չմիավորվեցինք։ Ոստի դրանից հետո ես շատ հիասթափված եմ։ Իշիկ ասում եմ word value survey կա, որը տենց ինչքանով է հպարտ քո ազգությունով, ես ու նայեցի, ընդհանուր շատ եւ որքանով այնքանով շատ 84% էր ոնց որ քիչ թե շատը 10, այսինքն ընդհանուր 94% հպարտություն կա, որ բավականին բարձր ցուցանիշ է, ավելի բարձր իհարկե բաներ եկան, պետություններ եկան, բայց կարող գուշակի որոնքին երկու ամենացածրներն ու ամենացածրը չեն, բայց հիմնական տենց ցածրները, որոնք իրանց ազգային պատկանելությամբ պետք անել հպարտ չեն։ Ռուսաստաններ։ Չէ։ Արաբական երկրները բավականին բարձր էին։ Անգլիան։ Չէ։ Պետքա բան անել, այդ հուշումը տրավմայի մա, դուք է փորձեք գուշակել։ Հрьяաները։ Չէ, տրավմայի հակառակը։ Հա։ Չտրավմատիզացված լինելը ամերիկացիները։ Տրավմա պատճառելը։ Դե մեկը գերմանացիները, մյուսը ճապոնացիները, այսինքն երկուսը ամենացածը իրանց մոտ է։ Հապա ես։ Կստати անցած հաղորդմանը ես որ ասացի, իսկ դուք ինչ ուրիշ ազգ կուզեիք լինել, այդ հարցին չպատասխանեցիք։ Հա, ես ճապոնացի, բայց Ես կստати ուզում էի պատասխանել, բայց ինչ չթողեցի։ Ես Մտակի չխոսակցությամբ։ Բայց այդ բանը իմ մոտ այդ ցանկությունը եկել է անիմեներից ու բուսիդոից։ Ես ուզում եմ հաջորդ կյանքում, եթե այդպեսին կա, լինել ճապոնացի սամուրայ։ Ես միշտ ուզում էի տենց անդուր տեղ տանեմ, ինչ դուշնի տանեմ այդ հարցի շուրջ, որ ես ուղղակի չէի կարող լինեի, ուրիշ ազգությամբ։ Մեկ-մեկ հետաքրքիր բան եմ, ես եմ ասում, զուգահեռ բան ես խոսում, տեղ տակից հետաքրքիր բան եմ ասում։ Ես կարամ չխոսամ ինչ որ ժամանակ, հետո արդեն չես կարող ինչ ուզում ես արա։ Ուզում եմ ասել, որ իմ ոնց որ ազգությունը այնքան մեծ ազդեցություն է ունեցել իմ անձի վրա, իմ միջավայրը որտեղ ես, հա, որ ես չէի կարող լինեի ուրիշ ազգությամբ, ես կլինեի ուղղակի ուրիշ մարդ, ու ինձ էլ կարող է հետաքրքիր չլիներ, արդեն ինչ որ մտածել։ Ես կուզեի Ճապոնիայի սամուրայների շրջանում լինեի հայ, Ճապոնիայում ապրող սամուրայ։ Էդա էլի, կլիներ ճապոնացի թե հայ։ Ինչի տենց չմտածել դրա մասին, որ օրինակ դու էլ եկա կյանք ունես քո արժև, դաժե ես ունեմ։ Դու կարաս երկար ու մանրակրկիտ հետազոտես այդ մշակույթը, որը քեզ դուր է գալի որպես հայ։ Ու այդ շատ։ Չէ, ես ուզում եմ այս կյանքը ապրեմ որպես հայ, ամբողջությամբ։ Հետո եւ մի առանձին կյանք լինել որպես ճապոնացի, էլի, հասկացա՞ր։ Ես հիմա լինեմ ճապոնացի, ես ուզում եմ իբնե ոնց որ sense լինեմ, հա, սամուրայ, բայց լինեմ կին, որը թաքցնում է, որ ինքը կին է։ Հա։ Գիտակցությամբ կարող է բան ուզենաս հաջորդ կյանքում հայ լինել։ Մոլանը սիրածս մուլտիկներ ֆոկուսը։ Երբ որ ճապոնացի լինեմ, ուզում եմ հայ լինել, հա, ասենք ուսումնասիրեմ, ասեմ, ես ուզում եմ հայ լինեմ, ասենք, չգիտեմ, 1992 թվականին Շուշիում։ Պատկերացրա մյուս կյանքում բանա ինչ որ ճապոնական ոդկասթի են կանչել սամուրայ ասենք Այդ հայկական մշակույթը շատ հետաքրքիր։ Ես կուզեի հայ լինեի մյուս կյանքում։ Ասկլին Համլետի ու Սամվելի մասին էլ պատմեմ։ Դավայ հայ հետաքրքիր տեղ։ Այդտենց խոսում ենք, քանի որ Սամվելին հիշել ենք գրաֆու, ու ազգայնականությունից ենք խոսում, ազգային ռոմանտիզմից։ Իմ մոտ մի 10 օր առաջ բանա, այդտենց crazy idea է եկել, որ Ռաֆու Սամվելը դա բանա, ազգային պատասխանն է Շեքսպիրի Համլետին, որտեղ որ նայում ենք ու իմիջիալոց ասացի որ Google-ել եմ, ոչ մի տենց research study չեմ գտել, ինչը տխրեցրել է ինձ, բայց խորհուրդ եմ տալիս գրականագետներին մի հատ հոդված գրեն, որովհետև ես չեմ անելու հաստատ։ Երկու դեռահասներ են, որոնք ինչ որ հոգեկան ճգնաժամի մեջ են գտնվում,
ծնողների հետ հարաբերությունները բարդ են։ Կներես, բայց մի անգամից կարամ փչացնեմ, Համլետը դեռահաս չէր, 40 տարեկան էր։ Չէ, դեռահաս։ 40 տարեկան էր։ Ստեղծագործությունում դեռահաս էինք 16-17 Չէ, տարեկան։ չէ, այդ Ռոմեո Ջուլիետը հետս խառնում։ Այ։ Ոչ չասնեք մեզ կոմենտներում։ Հիշացրեք, ես կպրծեմ Կգբան ստուգել պատմի։ post-factum կգուգլենք, բայց երկու դեռահասներ են, որոնք գտնվում են հոգեկան ճգնաժամի մեջ, մեկ խորտ ծնող կա մի երկու կողմում էլ, բանը պետականության վտանգի կարճև են, մեկը այնտեղ Նորվեգիայի, չգիտեմ, են Ֆորտինբրասներ, այդտեղ բանը պարսիկներն են, եւ Բյուզանդիան մի կողմից ու բանը, էլի, հոգեկան ընտրության առաջ են։ Ու եթե բանը Համլետը sense նայեցիր, Հեսա ինտերնալիզացնում է, sense ներքին բանա տանում այդ տանջանքը բան, ու տենց չի կողմնորոշում խորը դեպրեսիայի, բանի մոտ մեր մոտ ազգային պատասխանն է, էլի, Սամվելի, որ ինքը sense այդ լինել չլինելու հարցի պատասխանը միանգամից գտնում է եւ բանը 30 տարեկան է։ 30, հələ։ Okay։ Ամեն դեպքում դեռահաս չի։ Իրա չանցավ։ Դες եթե հետաքրքիր է կարող պատասխանը ասեմ, չաթին եմ հարցրել, իրականում չեմ գուգլել, ասում է PS-ում Համլետի տարիքը հստակ չի նշվում սկզբից եւ երկար ժամանակ շատ ընթերցողներ նրան պատկերացրել են որպես երիտասարդ ուսանող մոտ 20 տարեկան, ինչպես եւ դու։ Սակայն PS-ի վերջին գործողությունում Գերեզմանափորի խոսքերից կարելի է հաշվարկել, որ նա մոտ 30 տարեկան է։ Գերեզմանափորը ասում է, որ ինքը Գերեզմանափոր է դարձել այն օրը, երբ ծնվել է Համլետը եւ այդ օրվանից անցել է 30 տարի։ Ես խի բայց 40։ Բայց հիշում եմ որ դեռահաս չէր, որտեղ ես էլ որ կարդում եմ այտենց են գալում, բայց լսի, բանա, նույնիսկ չգիտեմ, ինքը ոնց որ իսկականից դու որ ասցիր, ես միանգամից սկսեցի դրա մասին մտածել, որ այդ մոտիվը որ կա իր մեջ, ես որ Սամվելը չեմ կարդացել։ Հիմա հասկանում եմ, որ երբ ես կարդամ, ես արդեն ինքս տիկյան այդ մտքով եմ կարդալու, հա, որովհետեւ իմ համար ժամանակին այդպես բան էր, այդպես откровение էր, որ Կարոլ Լևն է։ Համլետի պատմությունը մեծ մասով։ Ամեն դեպքում եթե ձեզ հետաքրքրում է Տիգրանի ասած օրինաչափությունը հասկանալը, հա, խենթ գաղափարը, փորձեք գիտական ինչ-որ աշխատանք անել, համեմատել Համլետին եւ Սամվելին։ Որտեվ ինձ թվում է, չգիտեմ, այդ կարող բանա, բայց Ռաֆին կոնկրետ վերցրել է եւ այդ սյուժեին պատասխան է տվել ինքը, այսինքն ինքը ինչ որ կոպիտ ասած այդ հոգեկան ճգնաժամին լուծում է տվել ազգային ճբանով, էլի, ով ազգային գիտա։ Բայց լավ լուծումը դաժան իհարկե, բայց լուծումը ամեն դեպքում դուրս է բերել։ Ամփոփենք։ Ինչ շատ հետաքրքիր է, ես անպայման կարդամ։ Հիմա դու ահագին բարձրացրեցիր մոտիվացիա Սամվելը կարդալու։ Ես դեռահաս տարիքում եմ կարդացել։ Այդ նու Համլետն էլ։ Բայց ես Սամվելին եմ հիշում տենց ականջողերով բանը։ Ես просто բանը, ես փոքր վաղ կայ կարդաս ինձ ասա Սամվելը տենց։ Կայծերն եմ կարդացել ու ես 30 տարեկանից հետո շիվաներս։ ոնց որ ես կայծերն էի կարդացել փոքր վաղ ու այդ ամենասիրածս գրքերից էր, որտեվ ինքը վեստերն է, ինքը տենց բան է, էլի տենց արկածային պարտիզանական բան շատ էի սիրում ու հետո որ Սամվելի սյուժեն ինձ պատմեցին, ես չեմ ուզում կարդամ, ես ջրլոգ գիրքը։ Տենց էր բանը, էլի դեռահաս իմ ընկալումը։ Ես արկածային գրքերից բան ունեմ, այդպես թեթև տրավմա, որտեվ ինձ ստիպում էին կարդալ Վալտեր Սքոթի Քվենտին Դորվարդը, ոչ մի ձև չէի կարողանում այդ գիրքը կարդալ, այտենց հիմա որ ասում են արկածային, չէ, վերսի։ Mind read։ Նա, ամփոփ։ Ով ամփոփի։ Ես չէ։ Ես անց անգամ եմ։ Հա։ Ես ոչ ամփոփողներից չեմ, ես շարունակողներից եմ։ Մտածեք ազգային շահի գաղափարի շուրջ, մտածեք գուցե գտնեք մի բան, որը ձեզ ամենահոգեհարազատը կլինի եւ կհետաքրքրի շատերին։ Գրեք մեր կոմենտներում, թե դուք ինչ մտածեցիք դրա մասին քննարկում կարելի է ծավալել։ Հա, փորձեք ձևակերպեք, որտեղ մենք նորմալ չձևակերպեցինք, մեր ժամանակը վերջանոց չենք ես լավ կձևակերպենք։ Կներեք, որ մենք ամեն ինչի մասին շատ մանրամասն չենք խոսում, որովհետեւ այս տաղավարը, որը մենք փորձել ենք համարժեք դարձնել բիսեդկային, 3 տարբեր մարդկանցով խոսել մի բանի մասին շատ դժվար է ստացվում։ Ասում ենք լուծումներ չենք առաջարկում, հարցեր ենք։ Մենք հարցեր ենք բարձրացնում, մենք լուծումներ չենք առաջարկում։ Փորձեք լուծել դուք այդ հարցերը։ Գրեք կոմենտներ, մերսի որ մեզ նայում եք, հետևեք Infocom-ին, YouTube-ում, Telegram-ում, Facebook-ում եւ մնացած սոցիալական հարթակներում, like, share, subscribe